Մեր ժողովուրդ, մեր այսօրվա դասը լինելու է մի քիչ բան, ասենց ասած երկու կտորի կարող բաժանենք, մի հատ կտոր, որ հաստատ արժի իմանալ, մի հատ կտոր, որ դա բոնուսային։ Իմանանք լավ է, չիմանանք լավ չի, բայց դե ինչի չիմանանք, եթե կարանք իմանանք, ոնց որ զուտ այդ պրինցիպով եմ մտածել էլի, մի երկու թեմա այսօրվանից։ Որոնք են թեմաները։ Մի թեման գեներատորն է, այդ օրինակ range-ի հետ աշխատում ենք, range-ին տենց որ գրում ենք print range ու ինքը ոչ թե միջակայքներ տպում, այլ ինչ-որ range օբյեկտ էր տպում, այդ ճիշտ նույնիսկ տպում էր 1-ից 3 գրենք, հա, այսպես չգրես, բայց եթե գրենք type, հա, լավ, տենց է չստացվեց բառը ստանալ, դեղ ուրիշ տեղից է կստանանք։ Մի խոսքով, ինչ է իրականում անում range-ը, ֆունկցիաներին մի քիչ ուրիշ ինչ մոտեցում կարանք տանք, որ նման գործառույթ անեն, բայց ավելի օպտիմալ ձևով, այդ հարցերին ենք պատասխանելու։ Հետո սովորելու ենք ինչեր են իտերատորներ ու iterable-ները, դրանք են for-ի տակ ընկած բաներն են, այն թե ինչի շնորհիվ է աշխատում ցիկլերը, կամ որ միշտ ասում էինք բան, կարանք ցիկլ ֆրանք list-ի, tuple-ի, for-ի, list-ի, tuple-ի, set-ի եւ այլն այդպես բաների վրա, ես իրենց կարճ ասում էի հավաքածուներ, ինչ-որ բաների հավաքածու ուղղակի։ Բայց իրենց տեխնիկական անունը կհասկանանք, թե ինչ է ու ինչ են իրանցից ներկայացնում։ Հետո for-ը եթե իմանանք ինչ ոնց է աշխատում, հաջորդ քայլով կգնանք կնայենք, հաջորդ քայլով չէ, իրարից անկախ են իրականում, բայց կնայենք թե with-ը ոնց է աշխատում, ասում ենք with ինչ-որ բան, as ինչ-որ բան, այդա ոնց է աշխատում։ Հետո կգնանք մի հատ կլասների հետ կգանք, այդ ճիշտ է ամեն ինչ մեջ կլասներից ենք խոսալու իրականում, static ու class մեթոդ հասկացությունները կսովորենք թե ինչեր են, էդ էլ նա, որ ֆունկցիան երբ որ սարքում ենք, ասենք այս ֆունկցիան կլասի հետ ոչ մի կապ չունի, բայց այդ մեթոդը ավելի ճիշտ։ Մեթոդը կլասի մեջ դնենք, բայց ասենք գիտես ինչ ինքը կապ չունի ընդհանրապես կլասի հետ, կամ էլ ինչ-որ բան սարքենք, ասենք գիտես ինչ սա մենակ կլասի հետ կապ ունի, instance-ների հետ կապ չունի։ Մի խոսքով, պլանը սա է։ Կարևորներից, որ ասում էի, կարևոր է իմանալ static class մեթոդները, հատկապես static մեթոդը, ցանկալի է իմանալ գեներատորները, ու նենց պարտադիր չի, բայց լավ կլինի իմանալ context manager-ներ, իտերատորներ, iterable-ներ, ու տենց։ Մի խոսքով։ Հա, ինչ-որ հարցեր ունեք ընդհանուր։ Դա բարի ուրեմն։ Մենք եթե այսի մեր վերջին դասն է, կարող է ինչ-որ կայքում կամ ինչ-որ, չգիտեմ, մի հատ թեստ լինի, որ մեր անցածով սենց մի հատ գնանք ու հասկանանք ինչի կարիք ունենք նորից մի հատ վրա անցնելու, նայենք նորից էլի։ Ահա, այստեղ մի հատ կարևոր։ Այստեղ մի հատ կարևոր նշում, այս ոչ թե մեր վերջին դասն է, այլ մեր վերջի բուն մաքուր Python-ական դասն է, էլի։ Այսինքն որ սովորում ենք class, cycle եւ այլն, այնտես Python-ի օբյեկտներ որ սովորում ենք, այդ դրա վերջին դասն է, էլի։ Թե չէ, էլի շարունակելու ենք միանալ մենք։ Իսկ թեստի հետ կապված էլ, այդ շատ լավ ես ասում, այն մի անգամ էլ որ ժամանակին ասել էիր, նոտս նշել էի դա, ու մի հատիկ թեստ ձեռի տակ ունեմ, ժամանակին էի տես թեթև սարքել, ու հա, գուցե ձեզ մի շաբաթ դա ուղարկեմ։ Այդ հա, այդ միանշանակ շատ լավ տարբերակ է։ Կամ որ խնդրեմ, այտենց ինչ-որ տեղ կա, որ խորհուրդ կտակ տեղ մտնենք, ինչ-որ թեստեր կամ խնդիրներ ընդհանուր Doom Python-ից, ով կուզի էլի անցնենք, հասկանանք մենք ինչ գիտենք, ինչ չգիտենք, ինչը արժի նայել, ինչը շատ լավ է, ինչը լավ չի։ Հա, հասկացա։ Չգիտեմ տենց ես անկեղծ։ Ես ինչ-որ բաներ պրոստը ժամանակին, երբ որ ինձ էր պետք թեստ կազմել, ինչ-որ խառը տեղերից հավաքել էի մի քանի բան մոգոնել էի, տենց էր մի հատ տեստ արել, բայց ինչ-որ հենց աղբյուր թեստերի ես զուտ չգիտեմ, բայց երևի գուգլելու դեպքում շատ բան կբերի էլի։ Կամ թեկուզ ավելի ժամանակակից տարբերակ, այա GPT-ին ասել ամեն թեմայից ինչ-որ հարց տուր,
իր հետ նայել, դրզու կարա լավ աշխատի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay, դրանով թե եկեք գնանք սկզբում այս մեր գեներատորները։ Այս գեներատորները մենք իմիջիայլոց մի անգամ խուսափել ենք, երբ որ compression-ներն ենք անցնում, ասում ենք թե list compression-ը sense են գրում, set compression-ը sense են գրում, ու հետո ասենք որ iSense եթե գրենք, սա tuple comprehension չի, tuple compression-ի համար պետք է iSense գրենք։ Այստեղ իրականում այս գրելով մենք առաջին անգամ հանդիպել ենք գեներատոր օբյեկտին, այսա գեներատոր օբյեկտ, gen export at տտտտտ։ Ոնց են աշխատում այս գեներատորները։ Ընդհանրապես ինչով կարան իրանք լավ լինեն, բայց մի հատ մինչև իրանց անցնել է, այս range-ի հետ կապված խոսանք, range-ը տենց լավ օրինակ է, որ հասկանանք թե ինչ է կատարվում ստեղ։ Եկեք այս ծրագիրը աշխատացնենք, for-ին 1-ից 10, print անում մի քառակուսի, ստեղ ուղղակի ցիկը ցուցակով եմ տվել, մի հատ էլ range-ով եմ տվել աշխատացրել։ Նույն բանն է տպում, լրիվ նույն պատմությունն է, բայց հիմա եկեք տեսնենք ինչքան հիշողություն են օգտագործել երկուսն։ Սա մեր մոտ բանն է։ Այս get size-ով որ գրում եմ, ինքը զուտ ցույց է տալիս, թե ինչքան քաշ է զբաղացնում, ինչքան տեղ է զբաղացնում այդ օբյեկտը, էլի։ Սա որ աշխատացնենք, տեսնում ենք, որ այս վերևինը ցուցակը, 1-ից 10 թվերի ցուցակը 120 բայտ է զբաղացրել, ներքևինը 48։ Արդեն մի 3 անգամ շատ եղավ։ Հետարքիր է, բայց հիմա եթե գանք ստեղ օրինակ մի հատ էլեմենտ ավելացնենք, այս 10-ի հետ մի հատ 11 ավելացնենք, ստեղ ոչ թե 1-ից 11 գրենք, այլ 1-ից մինչև վայ, ես ինչ աստիճանի մեծ թիվ, սա աշխատացնենք։ Տեսնենք, որ դառնում է 136, իսկ այս մեկը էլի 48։ Այսինքն հիշողությունը մնաց լրիվ նույն։ Պատկերացրեք, ստեղ գրեի 11-ից մինչև այս թիվը անտանելի մեծ կլիներ, էլի արդեն։ Շատ մեծ կլիներ։ Ոնց է սա աշխատում։ Ինչի հաշվին է կառնում range-ը, ուղղակի 1-ից մինչև անտանելի մեծ թիվ, այդ դրա հետ աշխատանք անել նույն ձև, ոնց աշխատում է 1-ից 11-ի հետ, ոնց աշխատելու է 1-ից մինչև 2-ը, կապ չունի։ Ինքը աշխատում է իրականում հետևյալ պրինցիպով։ Ու նաև այդ պատճառով, երբ որ մենք գրում ենք print, ինչ որ այդ մեր range-ը, ես բանս մեռել է։ Դեռ մի հատ հղում ունեի, շատ լավ անիմացիա էր, սրանով էի միշտ բացատրում, թե ինչ է կատարվում, մի հատ փորձեմ։ Կներեք ժողովուրդ։ Ընթացքում բայց բան, խոստալով բացատրեմ եմ։ Երբ որ մենք կանչում ենք ուղղակի մեր range-ին, տալիս ենք իրեն ինչ-որ start, stop ու finish։ Start, stop ու քայլ։ Ոնց է ինքը անում։ Ինքը բռնում է, սկզբում մեզ տալիս է առաջին արժեքը։ Հետո մեզ տալիս է այդ առաջին արժեքը, մեր սկզբնական արժեքը, գումարած այդ մեր քայլը արժեքը։ Այսինքն օրինակ եթե գրել ենք range 3-ից մինչև 12 քայլով, ինքը մի հատ տալիս է 3 արժեք, հետո մի հատ 5 արժեք, հետո 7, հետո 9, հետո 11, 11-ին չի հասնում արդեն։ Մինչդեռ երբ որ ցուցակ ենք ունենում, մի անգամից մեր դիմաց դրված է ամեն ինչ գրված։ Պատկերացրեք մտավ ժողովուրդ։ Այսինքն երբ որ ցիկլ պատտվենք օրինակ այս բանի վրա, range-ի վրա, ասենք for-ին range 1-ից 10 3 քայլով։ Հիշողության մեջ չի պահվելու 1, 4, 7, 10։ Հիշողության մեջ պահվելու է 1, այս մեկը տրվելու է 9։ Հետո հիշողության մեջ պահվելու է 4, 4-ն է որպես արժեք տրվելու է 9, հետո 7, հետո 10։ Այսինքն միշտ ուղղակի մի հատիկ թիվ է լինելու։ Այն թիվը, որի վրա է, որ ինքը հետ պահի։ Ու մեր range-ին, որ ինքը գործի, պետք է լինելու 3 թիվ։ Սկիզբ, վերջ, քայլ։ Հեսա։ Կոպիտ ասած, ոնց որ կոպիտ չէ, ճիշտ գեներատորը այս պրինցիպով է աշխատում։ Ինքը գալիս է ու հերթով հատիկ արժեքները տալիս է։ 1-ը տվեց 2-ը, 3-ը, 4-ը։ Մինչդեռ օրինակ սովորական ֆունկցիան, հեսա կտեսնենք, ինքը ամեն ինչ հավաքում է, հետո նոր լրիվ ուղարկում։ Հեսա կտեսնենք այս անիմացիան, բայց այս գեներատորը ինտուիցիան պարզ եղավ ժողովուրդ։
քիչ քաոսային ասացի երևի, ու որ ընթացքում էլ կոդից դուրս եկա։ Լավ։ Հիմա եկեք ֆունկցիայի տեսուկով նայենք, թե ինչ արվում։ Մի հատ ֆունկցիա սարքենք, որ թվերը ընդունում, այդ թվերը քառակուսի է բարձրացնում։ Թող լինի բան։ -5-ից 5 թվերն ենք տալիս, ուստեղ ասում ենք քառակուսի բարձրացրու, ցիկլի ցուցակի մեջ հավաքի վերադարձնում ես։ Մեր եթե -5-ից 5-ի համար աշխատանք, տեսեք ինչ է տալիս։ 25, 16, 9 եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց եթե մեզ ինչ-որ պատճառով ոչ թե պետք լինի միանգամից բոլորը, այլ ուղղակի հերթով քառակուսիներով անցնել, այսինքն ամեն անգամ ուղղակի հաջորդի քառակուսին մեզ հետաքրքիր լինի, ոչ թե ամբողջ հավաքածուն։ Կարանք օգտվենք գեներատորից։ Ոնց ենք սարքում գեներատոր։ Ստեղ այս return-ի փոխարեն գրում ենք yield բառը։ Այս yield-ը։ Ինչ է անում yield-ը, ինքը վերադարձնում է մի հատիկ արժեք ուղղակի։ Այս օրինակ ասում ենք for int թվեր yield i քառակուսի, տեսեք հեսա ոնց է լինելու սա։ Այս մեկը նախ աշխատացրեցինք, ինքը ոնց որ այսպես բան է դառնում։ Եկավ միանգամից սա նորից միանա։ Եկավ միանգամից մի հատ արժեք վերցրեց, տվեց։ Մյուս արժեքն է սա վերցնելու տա։ Իսկ այս մեր ֆունկցիան այստեղ ցիկլ էր պատտվում, քառակուսիների մեջ բոլորը հավաքում էր, հետո բոլորը հետ էր տալիս մեզ։ Գեներատորը ինքը քայլ աշխատելու պրինցիպով աշխատում։ Այստեղ թվերը կանչում ենք, ասում ենք որ բան տպի քառակուսի բարձրացնել թվեր, ու սա հիմա որ ասենց աշխատացնում ենք, ինքը հլդերը ոչ մի բան չարեց։ Ուղղակի գրեց գեներատոր օբյեկտ։ Եկեք այս լսում եմ։ Այդ yield-ը որ տալիս ենք, ինքը, այսինքն return-ի փոխարեն է, բայց մենք իրան բան ենք գրել, ոնց որ ոչ թե ֆունկցիայի մեջ, այլ for-ի մեջ ենք իրան գրել։ Այս ուղղակի է for-ի մեջ գրած։ Հա, բայց իրան for-ի մեջ են գրել, հա, բայց իրան կարենք որտեղ ուզում ենք գրենք, էլի։ Ինքը ուղղակի հրաման է, կոպիտ ասած։ Ոնց որ մենք ասում ենք հետո i քառակուսի։ Հիմա int-ը ինչ կլինի, կարևոր չի, էլի, կարենք առաջի տողում գրենք in հավասար է 5, yield արա 5-ի քառակուսի, կամ պրոստը գրենք yield 0։ Ինչ ուզում է լինի, էլի։ Այս օրինակով մի քիչ ավելի լավ երևի բարձ կդառնա։ Հիմա սրան եթե գրենք եկեք մի հատ գեներատոր փոփոխականի մեջ պահենք, որ ավելի հարմար լինի։ Այստեղ հիմա եթե ասենք for in գեներատոր, այն նոր ինքը աշխատել է ու հերթով հատիկ ամեն ինչ տպի։ Սա ուրիշ կերպ ոնց է արվում։ Եկեք մենք սա նորից սարքենք։ Այստեղ մենք ուղղակի պետք է ամեն անգամ ստանալ i հաջորդ արժեքի համար արդյունքը, այսինքն -5-ից 5 ցուցակն է, ուզում ենք հատ -5-ի համար, հետո հաջորդի։ Դա անելու համար գրում ենք այսպես, գրում ենք next, ու այս մեր գեներատորը։ Դա որ անենք, տեսեք ինչ է լինում։ Աշխատացրեցի 25, մի հատ եմ աշխատացնում, 16, մի հատ 9, ինքը հերթով ուղղակի աշխատացնում այս ամեն ինչը։ Այսինքն այս ցիկլում սկզբում in պետքա լիներ 5, in հենց 5 եղավ, yield-ը անում ի քառակուսի մեզ հետա տալիս 25, ու վсё, ուրիշ բան չի անում։ Սպասում եմ հենց մի հատ էլ կանչես, մի քայլ առաջ կգնա, հաջորդ 4-ի համար կվերադասնի քառակուսին, ու էլի ոչ բան չի անի, մինչև մի հատ չգրես next։ Նորմալ է ժողովուրդս։ Այս for-ն էլ ինքը իրականում տակից հերթով next է կանչում, էլի մենք սա հետո ավելի ֆորմալ դա կտեսնենք թե ոնց է արվում, բայց ուղղակի ինտուիցիան ստացնելու համար, էլի, ու եթե ասենք լիքը next-եր անենք, հələ դա սա երևի այդքան է լիքը չէ։ Ինչ որ պահից ուղղակի ծնելու է այս մեր ցուցակը, ինքը այսպես բան է գցելու, ասել է stop iteration։ Իտերացիան վերջացրեցինք, այլ ուրիշ բան չի մնացել անելու, էլի։ Սա իմաստն էլ հեսա իտերատորների ժամանակ խոսելուց ավելի մանրամասն կնայենք։ Հիմա որ մտածում եմ իրականում հերթականությունը լավ կլիներ հակառակը դնեի, բայց արդեն ուշ է։
Հա, Ժորժ, ստեղից հարցեր կան, այս գեներատորից։ Ինքը ամեն անգամ գեներացնում է նոր, էլի։ Ոչ թե սկզբում սա հաշվում վերացնում, այլ ամեն անգամ գեներացրեց։ Քայլ առ քայլ է գործում բարձրացած։ Ներավ։ Ու նաև ոնց որ հազիվ list compression-ի այն տեսքով որ գրում ենք ուղակի, թե այդ ոնց կարող գրենք, կարանք եթե ուզում ենք սարքենք գեներատոր, որ հերթով -5-ից 5 թվերի քառակուսին մեզ կվերադարձնի, այսինքն ուղղակի իրենք բացփակագծի մեջ գրում ենք։ Այն ինչ մտածում ենք պետքա tuple compression լիներ։ Այսինքն գրում ենք next քառակուսիներ եւ այլն եւ այլն։ Ու մեկ էլ նույն ձև ոնց օրինակ range 3-ից 4 ունենք, սա 3-ից 5 ունենք։ Օրինակ ու print ենք անում իրան ոչ բան չէր ցույց տալիս, ասում ենք եկեք որ սկսենք տեսնել գրենք list մի հատ range 3-ից 5։ Այդ list-ն էլ ինչ է անում, ինքը բռնում է այս range-ը ու հատիկ next-երով անցնում է իրա, բոլոր արժեքները հավաքում է ցուցակի մեջ, մեզ հետ է տալիս։ Այսինքն այդ քայլ առ քայլից անցնում է բան միջոցին, էլի։ Քայլ առ քայլից հետ է գալիս, տենց միանգամից ամեն ինչին, էլի։ Նորմալ է։ Լավ, եկեք մի հատ օրինակ նայենք, երբ որ ֆայլի հետ են գործանում օրինակ, եկեք ստեղ մի հատ ֆայլ սարքենք heurer.txt անունով, որտեղ որ տենց կարգին հաղորդումից հերոսներ են մեր մոտ գալիս, այս ֆայլը սենց կլինի, էլի ուղղակի պատահական մի հատ ինչ-որ անուն ենք ընտրում 8 միլիոն հատ ու տպում ենք այդ անունը ու ներքևի տողիչների սիմվոլը, եկեք մի հատ աշխատացնենք։ Այստեղ այս TKDM-ն եմ օգտագործել, որ այստեղ արդեն տեսնենք process-ը, որտեղ երկար է աշխատում։ Ինքը այսպես մի հատ ինչ-որ ֆայլ է։ Դաժե չենք կարող բացենք, եկեք քաշեմ նա։ Կարող շատ մեծ ֆայլ է։ Մի խոսքով պրոստը անուններ է գրած ու տակ, ոնց որ մի տողով անուններն է գրած։ Հիմա եթե ուզենանք օրինակ բան, խնջույք ենք անում, ուզում ենք կարգինի հերոսներին հրավիրենք մեր մոտ, կարանք մի հատ ֆայլ սարքենք, որ այս մեր կարգին հյուրերին մի հատ սկզբում հավաքենք ցուցակի մեջ, հարմարության համար ավելի շատ էլի։ Ու հեսա մի հատ օրինակներով կտեսնենք։ Այստեղ dev get guests-ը կանչ բացում այս get text ֆայլը, դատարկ ցուցակ է ինիցիալիզացնում, for-ի նև հերթով տողարտող անցնում ես, guests-ին ավելացնում է այդ տողը, մենք սա աշխատացնենք ու մի անգամ stop տանք, շատ մեծ է լինելու, կարող չկարողանա ցույց տա, հա չկարողացա ցույց տա դաժե, մի խոսքով, բայց ինքը ցուցակ է լինելու ուղղակի այս մեր հյուրերին։ Կարամ բան անեմ ժողովուրդ, առաջ մի քանիսին տպեմ, որ ավելի լավ պատկերացնենք։ Այսպես մի հատ բան է, էլի։ Այս ցուցակը որ ունենք, եթե ուզենանք հերթով որևէ բարևենք, ոնց կարանք վարենք։ Պետքա գանք ստեղ ասենք մի հատ բարևել ֆունկցիա սարքենք, օրինակ որ տպում է hello այդ մարդու անունը ու կանչենք ասենք բարևել 0, բարևել 1, բարևել մարդ 1, բարևել մարդ 0, բարևել մարդ 3, դες հատիկ գրելով պետքա գնանք, կամ եթե ցիկլ պատտվեցինք, ասեցինք for-ին հյուրեր, սա աշխատացրեցինք, ինքը մի անգամից հերթով բոլորին բարևել է, չեն կարնալու իրան ստոպ տանք ինչ-որ բայից, ասենք սպասի հեսա մի քիչ հետո էլի քեզ կկանչեն։ Սա իդեալական դեպք է լինում օգտագործելու գեներատոր, որ հատիկ ինքը ուղղակի աշխատացնելով գնա։ Եկեք սա փակեմ։ Դրա համար մեզ ինչ է պետք անել, այս print-ը փոխել yield-ով։ Այս մեր բարևելը թող for-ին հյուրեր հերթով այս հյուրերով անցնի ու yield անի hello ու i։ Եկեք սա աշխատացնենք։ Եկեք այս բարևի մեջ, բարև փոխականի մեջ բանք այս գեներատորը, բարևը հավասար է բարևել կարգին հյուրեր։ Հանայք, եթե
գրեմ ինքը պրոստը մի հատ աշխատացրեց։ Մի հատ գրեմ հաջորդին հեսակական չի, մի հատ էլ հաջորդին։ Ու երբ պետք լինի, հերթով մեր հյուրերին ներս կթողնենք։ Ու ոնց որ ուզենանք 10 հոգու կանչենք, կարող գնանք օրինակ ֆորտակի գծիկին range 11 անգամ ինքը աշխատացնի գա բարևի, դիմավորի, հաջողանի, բարևի, դիմավորի, հաջողանի։ Նորմալ է ժողովուրդ սա։ Եկեք մի քիչ էլ ասեմ։ Ստեղ ոնց որ կոմպը լավ ծանրացնում ենք, որովհետև ամբողջ ֆայլը գալիս կարդում ենք ու պահում ենք այս կարգին հյուրեր փոփոխականի մեջ, չէ՞։ Ստեղ սաղ էս 8 միլիոնանոց տողը, 8 միլիոն տողը կարդացինք։ Ու դա չկարծենք տպենք այնքան մեծ է։ Ինչ կարող ենք անենք, որ տող ուղղակի կարդանք, եթե մեզ պետք չի միանգամից բոլորին ներս թողնել, այլ պետք է ուղղակի հատիկ անվանում հյուրին կանչել։ Կարող ենք այստեղ օգտվենք այս մեր ելից։ Ստեղ այս ֆունկցիայի մեջ որ բան էինք անում, հերթով անցնում էինք ու append էինք անում, հետո բոլորին էինք վերադարձնում։ Հիմա սա պարզապես կփոխենք ու կգրենք yield-ով։ Այսպես մի հատ բան կանենք, ասենք with open guess get text-ս f for-in f yield բարև i։ Հիմա ստեղ եթե աշխատացնենք սա, այս guess and greet-ը։ Ահա, ինքը նույն ձև սովորականի նման հատիկ աշխատելու է։ Ժորժ, ստեղ մի հատ լռեմ, ով հասկացել է մի հատ like դրեք, հասկանանք ինչ որ չեմ սպառնում ակուրա գնացել ամեն ինչ, թե չէ։ Ոսկինե, դուք ինչը չեք լավ պատկերացրել։ Այդ like չդրեցիք դրա համար եմ ուղղակի։ Ներավ, ասպայն չի լսում։ Եկեք տեսնենք սա ոնց է անդրադառնում հիշողության վրա։ Ստեղ մի հատ պրոստը copy-paste արած ֆունկցիա է, որ ցույց է տալիս ինչքան զբաղ հիշողությունից ինչքան տեղ գրավվեց։ Եկեք ուղղակի հերթով աշխատացնենք ամենը, մի հատ էս dev guest-ը աշխատացնենք ու նայենք հիշողության չափը 1751 վերքեն։ Ճիշտ կլիներ, որ մի հատ սկզբում տպեի, թե ինչքան է հիշողությունը։ Հետո մի հատ էլ տպեի, տեսնենք, թե ինչքան ավելա, ինչքան շատացավ, էլի։ Գանք ստեղ սկզբնական, հավասարասրան։ Մի հատ restart անենք ամեն ինչ, որ արդար լինի։ Հիմա աշխատացնենք։ Get memory usage-ը չեմ կարդացել դեռ։ 107 մեգաբայթ։ Այդ նորից աշխատացնենք, թող սկզբնական փոխական սարք, սկզբում 107, օքեյ։ Հիմա սա ենք աշխատացնում, այս մեր get guest-ը, որ cycle էր, ում սա կարդում էր։ Հիմա սա որ աշխատացնենք 808 տարավ, 107-ից եկավ թռավ 808-ի։ Հիմա, եթե բռնենք restart անենք, նորից։ Սա աշխատացնենք։ 93 մեգաբայթ, հիմա գեներատորից օգտվենք։ Սարքեցինք, եկեք գրենք հիմա get memory usage մինուս սկզբնական։ Ահա, ընդամենը 14։ Օ, ես երևի, ընդամենը 14 մեգաբայթ, ստեղ 800 մեգաբայթ էր,
Եթե չեմ սխալվում մեգաբայթ, այստեղ 14։ Բայց վերածած նպատակը նույն ձևով նույն ձևով արվում է վերածած նպատակ։ Մենք ուզում ենք հատիկ կանչենք։ Դրա համար այս գեներատորը դրեցինք ու այս աստիճանի շատ խնայողություն արեցինք հիշողության մեջ։ Ժողովուրդ, գեներատորներից այսքանը, հեսա ավելի կոնկրետ բաներ ու իթերատորը ավելի խորքից նայենք այս ամենին, բայց բուն գեներատորներից այսքանն էր։ Եթե հարցեր ունեք, դիմացինք առաջ։ Այսինքն, եթե ֆունկցիայի մեջ օգտագործում ենք yield, ավտոմատ դառնում է ինքը որ գեներատոր է։ Yield անող բաները գեներատոր են կոչվում, էլի սենց ասած։ Եթե return-ը ուրեմն ֆունկցիա, եթե yield ուրեմն գեներատոր էլի։ Լավ, ժողովուրդ։ Ստեղ ասում ենք for in-ը, այս вообще ավելի խորքից ոնց է կարող աշխատի։ Ես ստեղ մի քանի հատ լավ նյութեր եմ դրել ու խորտ կտամ նայեք, ոնց որ մենակին բացատրությունով հաստատ չարժի այս թեմաներում բավարարվել էլի։ Ուրիշների նյութերն են նայեք, բավականին լավ նյութեր են, համ գրավոր, համ վիդեոյով նյութեր են էլի։ Շատ խորհուրդ եմ տալիս նայեք։ Հիմա օրինակ այս աշխատանքն ենք անհավասարը 1-2-3 ցուցակն print անենք for in-ը, print i, ինքսս գալու է 1-2-3 տպի։ Ինչի հաշվին ասա, ոնց է հասկանում Python-ը, որ դե լավ, արի in տամ հետո հերթով 1 արժեքը, հետո 2 արժեքը, հետո 3 արժեքը ու տենց գնա։ Ու ոնց է հասկանում, օրինակ երբ stop տամ։ Այդտենց հարցերի մասին ենք խոսալու, սահմանելով իտերատոր ու iterable գաղափարները։ Իրանք ոնց որ Python-ի մեջ, երբ որ կլասներում բան էին կանցել, magic մեթոդներն էին կանցել, այդ magic մեթոդները շատ մեծ դեր էին խաղում։ Իրանք տենց բնորոշիչ դեր են տալու բանը, եթե օրինակ add ենք սահմանում, բազում պատկեր ենք սահմանում, տես իրենց լրացուցիչ ֆունկցիոնալ ենք տալիս։ Հիմա որպեսզի ինչ-որ մի հատ կլասի, ու մենք այնտեղ տեսանք, որ կարող ենք կլասին տենց լիստանման ֆունկցիոնալ տանք, որ ընդունի արժեքներ, ընդունի ինդեքսներ, ասենք այս կլասի երկրորդ էլեմենտ, երրորդ էլեմենտ, այդ էլեմենտի արժեքը փոխենք եւ այլն։ Երբ որ համապատասխանաբար get items, set items, del items, տենց մեթոդներն էինք կոդավորում, այդ տակի գծիկով մեթոդներ էլի։ Այսինքն կլասի մեջ այդ տակի գծիկով մեթոդներով սահմանելով ինչ-որ գործառույթ, կլասը դարձնում ենք ինչ-որ առումով յուրահատուկ, որ իր հետ աշխատում էր ինչ-որ նոր բան։ Իր հետ օրինակ աշխատում էր այդ ինդեքս նշելը։ Հիմա որպեսզի ինչ-որ բանի հետ աշխատի ցիկլը for-ը, անհրաժեշտ է, որ ինքը ունենա երկու հատ հատուկ մեթոդ սահմանված, իրանքից մեկը այս next-ն է։ Այստեղ այս next-ը, որ ուղղում ենք, դա տակից աշխատող կլասի մեթոդը։ Ինքը այս next a որ գրում ենք, սա տակից այսպես է աշխատացնում, a, այսպես next, այս է աշխատացնում։ Բայց բացի դրանից նաև այստեղ մեկ էլ իմիջիայից այսպես մի հատ բան կա իտերատոր ու iterable, այս մի քիչ նոր պահ է։ Իտերատորը էս էր in-ը, ով որ հենց ցիկլի մեջ իր գործը անում է հերթով, հատիկ նոր արժեքներ են։ Իսկ iterable-ը նա է, որի վրա որ այդ իտերատորը պտտվում է, ասենց ասած։ Այս իտերատորը, այս iterable-ը ավելի ճիշտ, պետքա սահմանված ունենա հատուկ տակի գծիկ iter մեթոդ, magic մեթոդ։ Իսկ այս in ինքը պետք է անպայման իմանա ինքը որ դիրքում է գտնվում հիմա ու իր հաջորդ էլեմենտին ոնց հասնի, որ ինքը իմանա որ 2-ին է հասել, հետո հաջորդի 3-ն է հասել։ Ու իրեն դրա համար պետք է next մեթոդը, այդ երկու մեթոդի հետ միասին արդեն կազմում են մի հատ բան, որի վրա կարելի է հանգիստ պտտվել ցիկլ։ Շորտ նորմալ էր, մի քիչ շատ բառաշատ էր, խառնոտ էր երևի։ Պատկերացեցիք ընդհանուր։ Շոշան, Լուսինե, Բադոկ։
Տեսնեք դուք անմյուտ եղաք, բայց ոչ մի ձայն չլսվեց առնվազնի մոտ, կամ իմ կապից կա, կամ ձեր երևի, էլի։ Երևի միկրոֆոնից է։ Հա, հիմա լսվում է։ Նորմալ էր, ինչ որ հարցեր կան, Հա, ինչ այստեղ։ նորմալ է։ Չէ, նորմալ է, ռեկորդինգը կա, չէ, ես սկիզբը մի հատ նորից կնայեմ։ Հա, ռեկորդինգը կա։ Լավ, մերսի։ Ու որպեսզի ինչ-որ բան դարձնենք իտերատոր, եթե կա արդեն դրա համար տենց մի հատ բան գրված էր, ես ինձ ասած։ Ստեղ կարանք այս i-ի համար գրենք iter a ուղղակի, իրականում այս ցիկլում այս ան որ գրում ենք, ինքը գրում է մի հատ iter-ա դարձնում իրան, նոր է աշխատացնում, iter-ն էլ այս մեր բան մեթոդն է։ Այս այո, iter ու տակի գծիկներ։ Նոր ասենք a iter օրինակ հասար է iter-ա ու դրանց տեսակները տպենք, այս ան լիստը, այս a iter-ը list իտերատոր կոչվող բանն է։ Այս list իտերատորի համար կարող գրենք next a iter։ Մի հատ էլ հետո next a iter։ Կոպիտ ասած ոնց որ դարձեցինք սրան բան, այս մեր list-ը դարձեցինք գեներատոր, էլի։ Հատիկ իր էլեմենտներով կարողացանք հերթով անցնենք։ Նորմալ էր։ Մի հատ հրստամ այդ մենակ ստեղ է այդպես աշխատում, թե մյուս լեզուներում էլ է նույն պրինցիպով գեներատորների գաղափար մցրած ու արվում։ Անկեղծ չգիտեմ։ Ոչ մի լեզվում չեմ սովորել էլի գեներատոր, իտերատոր։ Okay, մերսի շատ։ Լեզու իմանաք ասեք։ Հասկանամ։ Ու մի հատ եթե կանք կիրառենք իրան մի հատ թեթև օրինակի վրա, որ տեսնենք այս մեր իտերը ոնց է վարվում, ինչ է լինում իր հետ։ Կարան գանք ստեղ ասենք մի հատ class ինչ-որ browse list, գիտեմ frame system-ը, ընդունի ինքը list ու ունենա մի հատ iter մեթոդ, վերադարձնի հենց ուղղակի ինքն իրան, զուտ ուզում եմ հատ iter սարքասինեմ, էլի ստեղ։ Ուստեղ եթե ասեմ for in a print i, այս հելը չի կարանալու։ Ինչի՞, որտեղ այս iter-ը որ կանչում ենք, այս ինքը միշտ iter մեթոդը կանչում է, էլի, այս for-ը ոնց որ սենցած որ խոդի տա ցուցակին, իրան դարձնում է իտերատոր, կանչում է մի հատ իր iter-ը, այդ iter-ին է սկսում աշխատացնել, iter-ի վրա է սկսում գործել, այսինքն նախ պետք է այստեղ iter մեթոդ լինի, եթե այսպես լինի, այ սա աշխատացնենք, ասում եմ browse list object is not iterable, եթե ավելացնենք իտերատոր, արդեն այս մի արդեն սա ասելու է, որ այս iter-ը վերադարձրեց մեզ ոչ iterable բան, ինքը ոչ բան չտվեց մեզ։ Ինչ է պետք որ մենք անվանենք ինչ-որ բանին իտերատոր, non-իտերատոր վերադարձեց։ Ինչ-որ բան, որ կարանք հերթով աշխատացնենք։ Հատիկ հաջորդ արժեքը տալով գնանք։ Պետք է այդ հաջորդ մեթոդը։ Համար մեզ պետք է մի հատ ավելացնել next մեթոդը։ Ու այստեղ կարող գրենք, որ այստեղ browse list, հա, հիշեցի ինչ էի գրել, որ ասենք 2 հատիկով առաջ գնում, ոչ թե մի հատիկով։ Կարանք այսպես մի հատ բան անենք։ Նախ այս իտերատորը պետք է վերադարձնի մի հատ ինչ-որ բան, որը ունի next մեթոդ, չէ՞։ Այս iter մեթոդը։ Այս մեր next-ն էլ մենք հենց այս browse list-ի համար ենք սահմանում, դրա համար շատ տեղերում այս իտերատորը ուղղակի գրում են return self։ Իսկ ինքդ քեզ վերադարձու, դեռ ինքդ դու ունես էլի այս next մեթոդը։ Ինքը կոպիտ ասած ուղղակի start տալու համար է, էլի։ Ցիկլի մեջ գրում ես for in ինչ-որ a, այս a-ի վրա iter-ն է կանչվում, հենց հետ է գալիս այս browse list-ը, բայց արդեն քանի որ iter կա, խոդի է անգել, էլի կոպիտ ասած։
կարելի է սկսել արդեն իրան առաջատացնել։ Ու ոնց է գրած մեր next-ը։ Այս պահի դրությամբ եղած արժեքը գրում ենք self-get list, self-get index, միած սկզբում index ենք պահում, որը 0 է հավասար։ Այսինքն սկզբի արժեքը հենց այդ ինդեքսում եղած արժեքն է։ Հետո ինդեքսը մեծացնում ենք 2-ով ու վերադառնում ենք այս մեր 5 արժեք։ Մտավոր աշխատացնենք, ասենք ինչ է անում։ 1 3 5 ու index error ինդեքսի ոնց որ վիճակայքից դուրս եկավ։ Մի հատ լռամ ստեղ ժողովուրդ, ինչ որ հարցեր կան։ Այսինքն տակից ինքը էլի լիստ է օգտագործում, էլի։ Այս մեր լիստը։ Այս մեկը, հա, այս մեկին ոնց որ հենց ուղղակի լիստն ենք տալիս մուտք։ Այս ուղղակի ոնց որ լիստը փոխեցինք նենց որ 2 հատիկով թռնի, բայց հա, իր հիմնական օբյեկտը էլի լիստն է։ Իսկ այդ դեպքում եթե մենք ստեղ next-ի մեջ ոնց որ տալիս ենք list իրան, ինդեքսների։ Ճիշտ եմ, չէ՞ հասկանում, ինդեքսի list ենք տալի։ Այս մի հատիկ ինդեքս հա, 0, 2, 4 տենց հերթով փոխվելով գնում է։ Այս self-get list-ն էլ ինքը այս մեր list-ն է, այս 1 2 3 4 5-ն է։ Այսինքն մենք գրում ենք 1 2 3 4 5 0, հետո 1 2 3 4 5 2 ու տենց հերթով գնում ենք, էլի։ Հա, հասկացա, լավ, ինքը պրինցիպի չան։ Այստեղ ոնց որ մենք պրոստը մի պստիկ փոխել ենք, թե ոնց է list-ը աշխատում, էլի։ Իրական շատ փոքր բան է արված, էլի։ Դե լավ, իսկ ոնց է հասկանում ես մեր բանը, որ էլ չաշխատի, for-ը ոնց է վաշը stop տալիս։ Դա արվում է հետևյալով, որ մենք իրան որ ասենք всё, էլ էջի իտերացիա անես, մենք իրան տալիս ենք stop iteration error-ը։ Այսինքն raise ենք անում, կհիշեք այդ երևի նախորդ դասից։ Մենք raise stop iteration։ Այս դեպքում եթե ինդեքսը արդեն մեծ հավասար է երկարությունից ցուցակի, արդեն պետք չի առաջ գնալ։ Իսկ եթե այստեղ 5 էլեմենտ անցել ու արդեն 5 ինդեքսն է եկել, այս արդեն շատ է։ Պետք է ինքը 4-ից այն կողմ չգնար, որտեղ ամենամեծ էլեմենտը ոնց որ 0 1 2 3 4-ն է, էլի։ Դա ասում ենք, եթե ինդեքսից մեծ հավասար, raise-ը stop iteration, ուստա եթե աշխատացնենք, ինքը արդեն հանգիստ նորմալ աշխատեց։ Նորմալ է։ Այս for-ը եթե ուզենանք ընդհանուր գրենք, թե տակից ոնց է աշխատում, այսպես մի բան կլինի, ասենք while true, քանի դեռ ճիշտ է։ Փորձի, try, ասենք վերցնել հաջորդ էլեմենտը այս մեր e, հա, այս ճիշտ եմ այսպես։ Չկներեք, ան մեր ինտերոպերն է, ասենք next a, a-ի հաջորդը վերցրու ու տպի։ Եթե հանկարծ հանդիպեցիր բան, stop iteration, այս դեպքում բան է, հերիք աշխատես break եղի։ Այս մեր unbroken-ներ, հիմա պատրել էր դրա համար բանում, երկեմ, այս ուստա չեմ։ Մի բան պակասում, ահա, եղավ, 1, 3, 5։ Ինքն հա next-ն է կանչում, հա հաջորդն աշխատացնում, հենց stop iteration-ը լինում, stop-ա տալիս աշխատելը։ Ժորդ, այս բանից ինչ-որ հարցեր այս թեմայից։ Այս կանոններ։ Այս չհասկացա, այս վերջում ինչի սենց վայլով գրեցինք։ Հա, ուզում եմ ոնց որ ցուցադրեի ես for-ը, հա, լավ հարցեր։ Իհարկե, որտեղ իրականում այդքան է ուղիղ չի կապը։
խի եմ հարցնում, որովհետև եթե մենք ֆունկցիայի մեջ տվել ենք stop iteration, ինքը ավտոմատ ոնց որ աշխատացնում անենց, որ չի անցնում ping-ից, էլ ինչ իմաստ ունի, ոնց որ սենց try catch-ով այդ ամեն ինչը ստուգել։ Հա, չէ, իմաստ ունի։ Ես ուզում եի ցույց տալ մոտավոր տակից ոնց է աշխատում, էլի այս for-ը։ Այսինքն ինքը այս մեր in որ կա, in a, ինքը հերթով, ճիշտ է այսպես որ գրեմ ավելի հասկանալի կլինի։ Ինքը այսպես է անում։ Ստեղ արի ոչ թե in տպենք օրինակ, այլ ասենք i քառակուսի, որ մի քիչ ավելի շոշափելի օրինակ լինի։ Ստեղ ինչ է կատարվում։ Ինքը i-ին հերթով i-ի հաջորդ արժեքը վերցնում է, տալիս է i-ին, այսինքն in հավասարան next a, հերթով վերցնում է, հետո ցիկլի մեջ տպում ենք բան, i քառակուսի։ Ինչքան ժամանակ է ինքը տենց անում, քանի դեռ չի եղել stop iteration exception։ Ինքը սա փորձում է անի, հենց տեսավ stop iteration, էլ չի աշխատում, այդ ժամանակ break է լինում։ Այս սենց ոնց որ էլի։ Հիմա մի քիչ ավելի բարձ դառավ։ Այսինքն ինքը տակից պետք է հերթով այս in արժեքներ տա, հերթով փորձում է տա, փորձում է։ Այնքան է անում, քանի դեռ stop iteration չի եղել։ Հենց stop iteration-ը լինում, վсё, բրծ։ Հարցեր ստեղից էլի ժողովուրդ։ Լավ։ Իվարկը։ Մեր այս հաջորդ թեման բանն է, context manager-ներ, հետո static class մեթոդներ։ Կուզեք մի հատ թեթև դասամիջոց անենք, նոր շարունակենք, որտեվ մի հատ ուրիշ տեղել որ feedback էի հավաքում, ինձ ոնց հարցին դասամիջոցը կարող է ասուտիկի, որ մի քիչ տեղան գնի։ Մի քիչ ուշ եմ առաջարկում, երբեք չեն կարել, բայց համարյա երբեք չեն կարել։ Կուզեք այս երկու թեմայից առաջ դասամիջոց անենք, թե գնանք առաջ։ Ինձ օքեյ է, որ գնանք։ Իմ համար էլ երկուսն էլ օքեյ։ Okay, ժողովուրդ մնացածին։ Ինձ էլ է օքեյ։ Բայց ինչ որ նախընտրելի տարբերակ ասեք, էլի։ Ինչը ավելի շատ կուզեք, էլի։ Եկեք շարունակենք։ Լավ։ Մերի շուշոն դուք եք կարծիք ասեք այդ։ Ինձ էլ ավելի լավ շարունակենք հիմա։ Հա, շատ լավ։ Այս context manager-ները։ Եկեք նախ մի հատ գանք բանին։ Մի հատ օրինակ նայենք, ֆայլ ենք բացում, անը պանիր կետտեքստ, հետո մեջը գրում ենք պանիր, ու ստուգենք պանիրը փակ է թե չէ, այս ֆայլը փակ է թե չէ։ Փակենք իրան ու գրենք printf.close։ Այսինքն թեթև կրկնություն ուղղակի։ Եկավ գրեց, այս 17-ը հետ ուղղակի այսօր գրելա ընթացքում այստեղ պետք է print գրել, ինքը պատահական եմ գրել։ Ուզում փակել, հետո փակեցինք, հիմա փակել։ Հիմա եթե with-ով անենք, ասենք with open պանիր կետեքստ to write, ուտեղ տպենք ինքը փակա թե չէ։ Միանգամից տեսնում ենք փակա։ Բայց ով փակեց, ես ո՞նց եղավ որ փակվեց։ Այդ հարցն է առաջանում։ Ո՞նց է հասկանում ես բանը, այստեղ գրվածից հետո ո՞նց է պարզ դառնում, որ հենց բրծավ պետք է իրան փակես։ Այդ դա արվում է context manager հասկացության միջոցով ու էլի մենք գալիս ենք ու սահմանում ենք երկու հատ հատուկ մեթոդ։ Այնտեղ եթե iter ու next սահմանելով մի բան դարձնում ենք իտերատոր, այստեղ էլ
Սահմանելու ենք երկու հատ ուրիշ մեթոդ ու ինքը դրանով դառնա context manager-ը, այդ մեր կլասը։ Որ էլի մեր օբյեկտին ֆունդամենտալ մի հատ նոր գաղափարներ ենք գցում, էլի։ Այստեղ մենք չենք տեսնում, բայց նաև այսինքն մենք տեսնում ենք ուղղակի, որ աշխատացնում ենք ինքը հավասարվում է f-ին։ Բայց ընդհանուր մենք կարանք այս context manager-ների դեպքում սահմանենք ինչքան բան ուզում ենք, կարանք սահմանենք, որ սկզբում աշխատի ու վերջում աշխատի։ Ու մի հատ էլ հետո արանքում այստեղ մի հատ սա աշխատած։ Այս օրինակի վրա ավելի բարձ կդառնա։ Եք մի հատ ինչ-որ բացելու համար կլաս սարքենք, անունը դնենք բացիչ, որ ֆայլը փորձելու ուղղակի բացի։ Ուստեղ գրենք այսպես։ Այդ մեր մուտքում, այդ սկզբում աշխատացնելու մեթոդի անունը enter-ը, այսինքն բանները։ Մինչև տենց մուտք գործելը, այդ գործողությունը սկսելուց մուտք անելուց, մի հատ սկզբում աշխատացրու սա, ու կա մի հատ էլ exit, որ ամենավերջում աշխատացրու մի հատ ինչ-որ ուրիշ բան։ Եկեք այս մեր init-ը թող ընդունի մուտքում name ու mode, այստեղ էս ֆայլի անունն է ու ֆայլի տեսակը, թե ինչ նպատակով ենք բացի։ Self-get-name-ը հավասարներ, self-get-mode-ը հավասար է mode։ Ու եկեք գրենք, ասենք որ բան, print անենք, հեսա փորձելու ենք բացել, ստեղ մոռացել եմ տառը, self-get-name-ը, self-get-mode, բան, նպատակով, ու գրենք սենց, self-get file-ը հավասար է open, self-get-name, self-get-mode, return-արա self-get file։ Ու եկեք մի հատ գրենք ստեղ exit, այստեղ գրել եմ այս 3 բանը հələ եկեք մի բան անտեսենք, ինքը թող իր մեջ ուղղակի սենց վարվի, տպի բան, նոր տողից տպի փակենք ու գրի self-get file get close։ Հիմա նայեք ինչ կան, երբ որ ասում եմ a-get բաց, անհավասար է բան, բացիչ, բանիր get text։ Որ գրում եմ հələ ոչ մի բան։ Կարամ իր վրա աշխատացնեմ տակի գծիկ enter մեթոդը, տեսնենք որ ինքը տպեց, հեսա փորձում ենք բացել տտտտտտ, եթե մի հատ էլ կանչեմ a-get exit մեթոդը, վերջում կգրի փակենք, ուստեղ նայեք, ասում է բան, 3 հատ positional argument ուզում մի հատ էլ մեզանից, այս սրանք հեսա մի քիչ հետո կասեմ թե ինչ պահեր, առաջ չընկնենք։ Այդ ամեն դեպքում ոնց որ հələ ոչ մի հետարքիր բան չկա, էլի ուղղակի մեթոդ ենք կանչում։ Հետարքիր բանը գալիս է with-ից։ Այս with-ը, with-ում որ ինչ որ կլաս են գրում, այսինքն ասում ենք with բացիչ հավասար է բանիր get text բան r as f։ Ինքը այսպես հավարվում։ Եկեք մի հատ սա աշխատացնեմ։ Այստեղ բան եմ արել։ Մեջներ ուղղակի տպել եմ, տպել եմ արել եմ f-get root, տպել եմ ու վերջում գրել եմ f-get close։ Նայեք ինչ ա լինում։ Տպումը հեսա փորձելու ենք բացել բանիր get text-ը r նպատակով, հետո տպում է այս մեջի տեքստը, բանիր։ Հետո տպում է այս մեր փակենքը, ու ասում եմ, որ f-get close-ը true է։ Որովհետև ինչ է կատարվում ստեղ։ Այս with-ը, որ աշխատացնում ենք, ինքը առաջի քայլով այսպես ոնց որ անի։ Եկեք եթե պլանը գծենք իրա, ինքը սենց անում։ F-ը հավասար է այս մեր class get enter։ Անով մուտք անում կլասի մեջ, կոպիտացած։ Արժեքը ստանում է ու всё, մտավ արդեն սկսում է աշխատանք։ Հետո գալիս է ստեղի այս կոդն է աշխատում, այս ընթացիկ կոդը։ Հետո գալիս է աշխատում է այս մեր sum կոդը, հետո աշխատում է այսա, բացիչ get text get exit։ Այսպես մի հատ պատմություն է դառնում սրա տակից թաքուն կատարվող։ Կլասը գրում ենք, ինիցիալիզացիա ենք անում, enter անում այդ կլասը, փոփոխականով վերցնում է f։ Հետո ստե ինչ գրած է, այդ ամեն ինչը անում է, հետո դուրս գալուց վերջացրեց աշխատանքը, մի հատ էլ կանչում է այս դուրս գալու մեթոդը ու բրց։ Նորմալ է ժողովուրդ։ Հարցեր կան ինչ-որ։ Այսինքն with-ը կարանք օգտագործենք մենակ այն կլասի օբյեկտների համար, որոնց մեջ սահմանված է enter ու exit մեթոդները։ Ահա, շատ ճիշտ է, որտեղ ինքը հենց իրանց աշխատացնում է ավտոմատ, էլի, եթե սրան կանչենք սենց, ինքը ասելու է exit չկա։
իր համար պարտադիր են, որ այդ երկուսը ներկա լինեն, էլի։ Որ խնդրեմ ինձ մի հատ նորից կասեք exit-ի ընդունվող պարամետրերը, ես այդ մասը չհասկացա, ինչ է ընդունում։ Հա, այս պահը հələ դեռ չեմ ասել ապես ուղղակի, հեսա կասեմ։ Այս text-ի պահով։ Ահա։ Այստեղ այս մեր exit-ը ինքը պլանավորվում է, որ կարող է ինչ-որ բան լավ չգնա, դրա համար պահանջում է միշտ, որ մենք նաև յոլա տանենք այն դեպքերը, երբ որ ունենք պրոբլեմ ինչ-որ, այսինքն exception-ի տեսակ, exception-ի արժեք ու traceback-ը ինքը միշտ ուզում է մեջը ունենա։ Միշտ ակնկալում է, որ ինձ սենց 3 հատ բանել է գալու։ Ու սկզբնական արժեքները ուղղակի իրենց նան է լինում։ Հիմա սա որ աշխատացնենք այդտենց, օքեյ աշխատում է, եթե սենց գրեմ, ասել է, այս exit-ը ակնկալում էր, որ 3 հատ արգումենտ կընդունի, բայց մի խոսքով exit-ի հետ պրոբլեմ տվեց արգումենտների քանակին։ Այս exit-ի իմաստը ոնց որ նա է, որ ընդհանրապես with-ի հետ աշխատելու իմաստը նա է, որ ինչ ուզում է պրավալ գնա, մի հատ ինքը վերջում ոնց որ իր հետևից մաքրի, ֆայլը եթե պետքա փակի, եթե որ բազայի երկրպետ տվյալների այդ տվյալների բազայից անջատվի։ Մի խոսքով exit-ի նպատակը ոնց որ ամեն ինչ տեղը գցելն է։ Դրա համար ինքը նաև ակնկալում է, որ իրան գալու է ելքեր տարբեր։ Բայց ելքերը ավտոմատ է գալու։ Հիմա եթե եկեք աշխատացնենք մի հատ, այդտեղ փոխել եմ մեր exit-ը, որ ինքը նաև բան անի։ Տպի հերթով exception type, exception value, traceback ամեն մեկը թե ինչ է։ Մենք սա որ աշխատացնենք, նորմալ աշխատեց, սրանք ամեն ինչը նան եղավ։ Նկատեք, որ մենք այս մեր բանին, exit-ին մենք չենք էլ փորձել ինչ-որ ձև կանչենք, էլի ինքը ավտոմատ իրենց տվել է այս 3 արժեք։ Դա ավելի լավ է նկատվում, երբ որ կանչենք մի հատ այս մեր մեջի կոդի մեջ, մի բան նենց լինի, որ error է գցում, այս դեպքում տեսեք ինչ անում, այս փակենքը կանչելուց մենք այս error-ի ինֆոն տեսնում ենք։ Տեսակ, որտեղ ինքըաշատ ոնց որ իր կոդը այսպես տեսք ունենա։ Ասենք with սկզբում ասում ենք f-ը հավասար է այս մեր բացիչ get enter, հետո փորձում ենք աշխատացնել մեր այս արանք մեջի կոդը, sum code, հետո except, եթե error է լինում, կանչում ենք այս մեր բացիչի get exit-ը ու իրան մուտքում տալիս ենք այս մեր error-ի անունը, error-ի տեսակը, error-ի traceback-ը, սաղ արժեքները տալիս ենք։ Okay, այսինքն exit-ը ավտոմատ error-ի սաղ ամեն ինչ ինֆորմացիան տալիս է մեր մեթոդին։ Դրա համար մենք կլասը սահմանելուց պետք է ակնկալենք, որ 3 հատ էլ արգումենտ է լինելու։ Պահանջվում է։ Դա սահմանման էլի։ Նորմալ էր, մի քիչ տեղ ընկավ։ Ժորդ, իսկ մնացածին այս context manager-ները նորմալ էին։ Ստեղ կարա ձեր մոտ իմիջայից մի հատ առաջանա, ասենք, բայց մի վարքան այս open-ը որ գրում ենք։ Open-ը class չի, չէ, open-ը ֆունկցիա էր պրոստը։ Չեմ ոնց արում, այս ամեն ինչը class-ների համար ենք աշխատացել։ Ֆունկցիային էլ սենց context manager-ի հատկություններ տալու համար այսպես մի հատ գրելաձև կա, որ դեկորատորի միջոցով արվում է, որ դեկորատորը թույլ է տալիս ֆունկցիային պահի իրան նենց ոնց են class-ներ պահում։ Այդ դեկորատորը մենք վերցնում ենք այս context-lib կոչվող բառբանից, գրադարանից, ասում ենք from context-lib import արա context manager, կապրասում ենք այդ context manager թեման։ Ու ֆունկցիան, որ գրում ենք այս մեր բացիչը, պետք է արվենք սենց։ Նախ այն ինչ init-ով պետք է, եթե մի քիչ
հեռատես լինեի զուգահեռ ես կողքի կոդը կողքից կբացեի, որ համատելով գնենք։ Եկեք այսինքն բերեմ ուղղակի։ Այս մեր բացիչում մուտքում գրում ենք այն ինչ պետք է այս մեր բացիչ կլասին init-ով կար։ Այսինքն այս name ու mode-ը։ Հետո սկզբում սկսում ենք գրել, թե ինչ պետք է ամենասկզբում աշխատի։ Այսինքն այս մեր enter-ի բաներն ենք գրում, ուստեղ ինչ-որ ֆայլին համապատասխանություն ենք անում արժեքի։ Հետո այն ինչ enter-ը պետք է վերադարձներ, որ մենք են որ գրում ենք with-ը, ինչ is ինչ-որ պահեր։ Այդ դա գրում ենք yield։ Հետո այս yield-ի տակ գրում ենք այն ամեն ինչ պետք է գրենք այս մեր exit-ի մեջ։ Պատկերացրիք ժողովուրդ բաժանում, այսինքն սկզբում աշխատում է սա, հետո արժեքը վերադարձվում է, հետո աշխատում է այսը, ամենավերջում։ Այսինքն նեղություն, հետո աշխատում է սա, հետո աշխատում է այդ մեր with-ի մեջ գրված այդ ընթացիկ կոդը։ Հետո փակվելու մասնարարում, էլի կոպիտ ասած սա բաժանած է երկու կտորի, էլի, միջև yield-ի հետ հաշված այդ enter-ն է, այսքանն է։ Yield-ից հետո այսքանն է։ Պատկերացրեցիք ժողովուրդ։ Եկեք մի հատ տիկել ես օրինակը աշխատացնեմ։ Ստեղ գրել եմ with բացիչ բաներ get text-ը, ստեղ արդեն փոքրատառով այս մեր ֆունկցիայի մասին է խոսքը։ Ստեղ print անում, print անում է text-ը, ստարար։ Դեք ինչ կարող է սա։ Գայսա այստեղ փորձելու ենք բացել հետո ստեղ print a, print f get read ու f-ն էլ հավասարվեց այս yield արածին, էլի, այս yield ֆայլին։ Հետո գայսա ժամանակն է փակելու ֆայլը ու f get close-ը վերջում տպում ենք, տեսնում ենք, որ փակվել է իսկականից։ Եթե մի հատ էլի մի բերենք, աշխատում է այս մեր բացիչ ֆունկցիայի բոլոր տողերը մինչև yield-ը, հետո yield արած արժեքը վերագրվում է այս մեր f-ին, հետո with-ի մեջի կոդն է աշխատում, հետո աշխատում է yield-ից հետո գրված կոդը։ Նորմալ է ժողովուրդ։ Դե օքեյ։ Այստեղ կարող եք էլ հարց առաջանալ, բայց error-ների դեպքում ինչ է արվում։ Այստեղ այս մեր with-ով error գցեց։ Դրա համար էլ ցանկալի է այս մեր context manager-ը սարքելիս այն կտորը, որ պետք է enter-ով օրինակ անենք, փորձենք աշխատացնել, գոնե դա ոնց որ գանք բան անենք, try-ի մեջ գրենք ու finally գրենք, որ ժամանակն է փակելու ֆայլը։ Այստեղ մեզ կարևոր դերը finally-ն է այստեղ տանում, էլի, որ եթե նույնիսկ ամեն ինչ ավիրվի, այս finally-ի միջոցով մեկը այս ժամանակն է փակելու ֆայլը աշխատի, էլի, այս կտորը մեկը լինի։ Ու եթե նայենք, այստեղ այս f-get close-ը ինքը էլի փակ է մնում, էլի։ Դե ժողովուրդ, տեսել ոնց որ context manager-ներն էր, հեսա մի երկու հատ օրինակ կնայենք, բայց տեսական կտորը էս էր։ Այստեղ չունեք հաստատ։ Ներավ։ Մի հատ կարանք օրինակ նայենք timer-ի, որ բան է անում, ֆիքսում է ժամանակի սկիզբը, հետո բան, երբ որ բրծնում ամեն ինչ, աշխատացնում բան, ֆիքսում է վերջը ու ասում է, թե ինչքան ժամանակ տվեց։ Այստեղ մեզ մինչև աշխատել սկսելը պետք է ֆիքսել սկիզբը։ Start time-ը ասում ենք time get time։ Հետո այս context manager-ը timer-ի ոչ մի բան պետք չի վերադարձնի, просто ժամանակ է ֆիքսում վրա, ուղղակի գրում ենք yield ու առանց ոչ մի բան։ Նույնն ինչ գրենք yield none ուղղակի։ Հետո վերջում պետք է այս մեր ժամանակը ֆիքսենք ու տպենք։ Հիմա եթե գրենք ասենք with այս timer context այս մեթոդով, ուստի ինչ որ printer անենք ու գրենք time get sleep, ասած կլինի։ Սկսեց երգել, սպասեց, հետո բան, գրեց որ 3 վայրկյան 003 3:003 վայրկյան տվեց աշխատելու։
Այստեղ մի հատ եկել եմ փուճուր օրինակ դրել, որը որ զուտ Google-ած օրինակ է, որ մեր printer-ը սա ֆայլի մեջ պահի, այս կարած ես հետո օգտակար լինի։ Այստեղ այս IO մոդուլի input-output-ի համար է, sys-ը system-ն է, system-ը std-out-ը print եղած բաներն է, մի խոսքով։ Այս գուցե պետք չգա ընդհանրապես ձեզ, բայց ուզում եմ ցույց տալ, որ կարող ենք printer-ից էլ օգտվենք, ուրեմն եթե սա աշխատացնենք, այստեղ հələ ոչ բան չտեսանք, բայց մեր մոտ ֆայլ ստացվեցինք, որտեղ գրել էի բան։ With new open մի հատ ինչ-որ outputs ու մի հատ մեր ժամանակի ֆիքսած բա, f-get write ու այդ output-ի արժեքը, դրա համար ստեղ ունեցանք output stack-ի գծիկ 1626, մի խոսքով 426, որտեղ գրված էր այս մեր գրած printer-ը։ Այս գուցե հավես լինի էլի հետո։ Ձեզանակ օգտագործել։ Չնայած ունես բաներ ենք անցնելու, որ print ընդհանրապես չանենք, կամ առնվազն դրա նյութ ուղարկենք։ Այս դա։ Հա, մերի լսում եմ։ Ես ուզում եի հարցնել, եթե մեր yield-ը ոչ մի բան չի վերադարձնում, այդ դեպքում ինչ իմաստ ունի yield գրելը, որ ոչ մի բան չգրենք։ Չէ, որ տարանջատենք։ Կգնաես, որ ասենք, որ սրանից հետո կոդը այդ այնա ինչ պետք է վերջում աշխատացնես։ Այսինքն սա ասենք դու enter-ի կոդն ես, դու exit-ի կոդն ես, էլի։ Այն ժամանակ այս կլասի մեջ կարենք արխային գրենք, ոնց ուզում ենք ասենք։ Սահմանենք def enter մեջը գրենք, սահմանենք def exit մեջը գրենք։ Հիմա ֆունկցիայի մեջ այդ շռայլությունը չունենք, էլի, մենք ինչ գրենք ինքը մի հատիկ ֆունկցիայի մեջ է։ Այդտեղ տարանջատում անելը արվում է այս yield-ով արդեն։ Այս context manager-ը այդ հաշվարկով ենք անում, էլի։ Context manager-ը էս իր մեր context-ի class-ը սարքելուց sense ասած տակից, մինչև yield-ը սաղ վերցնում է սրանը տալիս, yield-ից հետո սաղ վերցնում է սրանը տալիս, էլի։ Առանց yield-ի ինքը կմտածի ստեղ ամեն ինչներ մենակ enter-ի մեջ է։ Okay։ Ահա, հասկացա արդեն, մերսի շատ։ Բարի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Լավ։ Ստե մի հատ փոքր բաժություն ենք գրել, որ ենթադրենք ինչ որ 3 հատ folder կա, մի հատ context manager գրել, որ հերթով կմտնի այդ folder-ի մեջ, ինչ որ գործ կանի, կարևոր չի, կարող ենք մոգոնենք, որ մեջի տպակը ձգենք, ու հետո հետ կգա։ Պատկերացրեք։ Կոպիտ ասած 3 հատ սենյակ է ստեղ, ես սենյակում եմ կամ լավ եկեք folder-ները օրինակով հենց էլի։ Ես գտնվում եմ, ասենք, desktop-իս մեջ, 3 հատ folder ունեմ, պետքա բան անեմ, չէ՞, եթե ուզում եմ ֆայլերը նայեմ ձեռով, կմտնեմ, կտեսնեմ հերթով ամեն մի folder-ի վրա, բացեմ, sense visual երևալ բանը, հետո կտեսնեմ հետ գնամ, հաջորդը բացեմ, կտեսնեմ հետ գնամ, կարաք փորձեք գրել context manager, որ ինքը ավտոմատ սկզբում կգնա, ինչ որ գործը կանի, հետո հետ կգա, կգնա գործը կանի, հետ կգա։ Պատկերացրեցիք առաջադրանքը։ Եթե ինչ որ հարցեր լինի, լսում եմ։ Ես չպատկերացրեցի կներեք։ Հա, ինչ կներեք։ Ուզում ենք մի հատ բան, ուզում ենք անենք։ 3 հատ folder կա, ամեն մի folder-ի համար ինչ որ մի ծրագիր աշխատացնենք։ Օրինակ տպենք, թե իր մեջ ինչ կա ընդհանրապես։ Առանց բանի, էլի, առանց history-ի։ Կա աշիշտ լավ sense ասեմ։ Մենք տանն ենք գտնվում, 3 հատ գործ ունենք անելու, ամեն մեկից հետո ուզում ենք գանք տուն հաց ուտենք մի հատ։ Մենք ուզում ենք իջնենք համասարան, հետո ճիշտ 3 տեղ գործ ունենք, գնում ենք համասարան, համասարանում գործ ենք անում, հետ են գալիս տուն։ Մենք պարապում ենք, գնում ենք համասարան, համասարանում պարապում ենք, հետ են գալիս տուն, հետո գնում ենք գրադարան, գրադարանում պարապում ենք, հետ են գալիս տուն, հետո գնում ենք ինչ որ ընկերոջ տուն օրինակ, այդտեղ պարապում ենք, հետ են գալիս տուն։ Այսինքն մեր գործողությունը պարապելն է, բայց իրան ուզում ենք 3 տարբեր տեղ անենք։
Պետք է տարբեր տեղանելով են, մեզ մի հատ պետք է սկզբում գնալը տեղ, գնալ այդ մեր գրադարանը, հետո հետ գալ տուն, չենք կարող գրադարանից գնանք գերոջ տուն օրինակ, էլի ենթադրենք։ Okay, այս բանը միջև։ Okay։ Հիմա առաջարկեմ ձեզ, որ փորձեք գրել context manager, որ ինքը միջև այդ պարապելը սկսելու է, միջև պարապել սկսելը։ Մի հատ գնա, ինչ-որ տեղ, ու հետ գա, գնա, հետ գա, գնա, մտնի ինչ-որ բանի մեջ, բանի հետ գա, էլի։ Այդ պրինցիպով։ Նորմալ է։ Okay, հասկացա արդեն, մերսի շատ։ Շատ լավ։ Այս context manager-ներից հարցեր, ժողովուրդ։ Դե լավ։ Մնաց մեր այսօրվա վերջի թեման, որը հիմա էլ իրականում, որ հետ հարցք եմ գցում, երևի արժեր ամենասկզբում անել, որտեղ ամենահաճախ կիրառվողն է, ես մնացածը լավ կլինի ներեին, էլի։ Հա, դե, այս կրկին ուշ է։ Այստեղ մի հատ հղում եմ դրել, այս քորի շաֆորից է, այս քորի շաֆորը շատ լավ վիդեոներ ասարկում, իրան էլի էի ասել, այդ չեմ սխալվում, կարաք այս վիդեոներ նայեք, խորհուրդ կտամ։ Դե հիմա անցնենք այս մեր static ու class մեթոդներին, սկզբում static-ը, եկեք մնացած որպես փուշուր մոտիվացիոն օրինակ, ունենք մի հատ ինչ-որ class, անունը folder analyzer-ը, folder-ի վերլուծող բան, իրենքը ունի ինչ-որ բան, author, այս մեր class variable, ու ընդունում է ինչ-որ հասցե, path, ենք definition, path-ը հավասար է path, այս էր իր instance variable-ը, ու մի հատ մեթոդ ունենք get files, որը որ OS get list dir անում ես մեր path-ում եղած ամեն ինչը, իսկ ցուցակը ստանում է ու բացատով իրար կպցնում է։ Հիմա դա մի հատ աշխատացնենք ու գրենք այդտեղ folder analyzer get author օրինակ, այդտեղ գրում այդտեղ մարդի մարդիկան, գրենք անհավասար է folder analyzer sample data, էլի գրենք այդտեղ an get author, էլի կտեսնենք որ մարդի մարդիկան է, որտեղ այս մեր class variable-ն ինքը բոլորի համար նույնն էր, բոլորի։ Կան, բայց նաև instance մեթոդներ, օրինակ, որ կան չենք ասենք print get files, ինքը տպում է կոնկրետ, տեսեք այդտեղ sample data-ում, այս սրանք ինչ-որ readme, unscomp եւ այլն եւ այլն։ Կոնկրետ այդ դրանք մեզ գալիս տպում է ինքը ուղղակի։ Այստեղ տեսանք, որ այս մեր attribute-ը մի խոսքով վերաբերվում էր բոլորին, իսկ այս մեր instance-ները վերաբերվում էին այս մեր բանին։ Այս մեր մեթոդները վերաբերվում էր instance-ին։ Կոնկրետ ուղղակի աշխատում էր հենց ինչ-որ օրինակի հետ։ Self-ը ընդունում էր ու այդ self-ի համար աշխատում էր։ Okay։ Այսինքն մենք չենք կարող գրենք ուղղակի folder analyzer get files։ Իրան պետք էր այս self-get path-ը, ինքը կախված էր այդ բանից։ Այս instance-ից կախված էր ինքը։ Այդպես մեթոդ էր, որ չէր կարող առանց այդ self-ի գոյատևել։ Բայց կարանք օրինակ որոշենք, որ այս մեր տպածի ձախից ու աչից ինչ-որ շատ ընտիր բան դնենք, մենք երկու կողմից էլ բանիր տպենք օրինակ, ու այս մեթոդը sense տեսքում ունի։ Get harvest output, self ու s, չէ՞։ Հիմա սա որ աշխատացնենք, ինքը ինչ-որ s-ը ընդունում, սայթը տպենք այս համով բառի հետ, sense բան կլինի, բանիր համով բանիր, բայց ախր այս մեթոդը այս class-ի հետ կապ չունի։ Հա, ինքը գուցե պետք է, որ այս բանին, հետո ասենք ստեղ self-get files-ը փոխենք, ասենք ոչ թե պրոստը տպի իրար բացատով գրած, այլ այդ get harvest output-ի մեջ դրած տպի, այսպես մի հատ բան անենք ինչ-որ։ Բայց ախր ոնց որ առանց self-ի, այս get harvest output-ը էլի կարող գոյություն ունենա։ Կարանք այսպես մի հատ բան անենք։ Կարանք գայինք ուղղակի ստեղ գրենք dev այսա, այս self-ը մեջից ջնջենք, որտեղ 1000 տարի պետք չի ու կդառնար նորմալ ֆունկցիա, չէ։ Ոչ մի կապվածություն չունի class-ի։ Բայց խենք իրան self տալիս, եթե ինքը ոչ մի կապվածություն չունի։ Պատկեր հասկացաք ժողովուրդ մոտիվացիոն օրինակը մեր որն է։
Հիմա մենք կախվածություն ունի self-ով, եթե գրենք ասենք Fowler analyzer get հավես output ու գրենք ուղղակի համով, ինքը կասի, որ ինձ այս արգումենտը չես ընդունում։ Ինչի, որովհետև սկզբում self-ն է ակնկալում, որ պետք է գա, երկու բան է ակնկալում, մի հատ է ստանում։ Ասում եմ, մենք պարտավոր ենք լինում ամեն անգամ մի հատ ինչ-որ instance սարքենք։ Բայց չենք ուզում instance սարքենք, որովհետև 0 կապ ունի այդ instance-ի հետ։ Ինքը ոնց որ ֆիքսված նույն ձև աշխատող բան է, ինքը ստատիկ է։ Ինքը դες մեթոդ չի, որ կախված է instance-ից, ինքը ստատիկ միշտ նույն ձև է աշխատում։ Ահա։ Ու որպեսզի որ նշենք, որ ասենք դու ստատիկ մեթոդ ես ու իրան ազատություն տանք ես մեր self-ից, որտեղ եթե այսպես գրենք, ուղղակի այսպես գրենք ու սա աշխատացնենք։ Էլի պրոբլեմա գալու, որտեղ տեղել ասել է, որ այս get հավես output-ը մի արգումենտ անդրում, բայց իրան երկուսն է տրվել, որտեղ ավտոմատ instance-ն է տրվում։ Դրա համար ենք, չէ՞, մենք self-ը գրում, որտեղ instance-ը գալու էր իրան մոտ, որ ինքը կարողանալ իրան մի ձև յոլա տանել։ Հիմա որ ասենք, всё, պետք չի իր instance-ը մուտք տալ, ինքը instance-ի հետ ոչ մի կապ չունի, այդ դրա համար մեզ պետք է այդ մեթոդի գլխին գրել դեկորատոր static մեթոդ։ Ոստեղ արդեն կարանք այս self-ից ազատվենք նույնիսկ։ Նկատենք, որ այս get file-ը կարա էլի հանգիստ կանչի self-get հավես output, ոնց որ սա կլասի ներսում ոչ մեկ չի ավիրում։ Ինքը ուղղակի ճկունություն է տալիս մեզ։ Ոնց որ sense ասած, եթե ինչ-որ օֆիսում նստած աշխատում եք ու ինչ-որ ուղղակի տարածքում նստած աշխատում եք, ու ինչ որ այդ տարածքի աշխատող չեք, ուղղակի այդտեղ նստած եք, կարաք ասեք, գիտեք ինչ, ես ձեր աշխատողը չեմ։ Ինձ ամեն անգամ մի կանչեք ձեր meeting-ներին օրինակ, այն իմաստով, որ ինձ self մի տվեք, կապ չունեմ ես ձեր։ Բայց եթե ինչ-որ մեկը այդ օֆիսից քեզ ասի մի հատ կգաս, որ խնդրեմ, կարաս հանգիստ գնաս, էլի self-get։ Մի քիչ անկապ օրինակ էր ոնց որ թե, բայց զանսամ կարանք իրան հանգիստ ազատենք մնացածի կապվածությունից, բայց կարող հանգիստ մնացածի հետ գործանի էլ նորից։ Այստեղ ինչ որ հարցեր ժողովուրդ։ Ու սա որ դեմո, դեռ որ get հավես output-ը նորմալ աշխատում է, ուղղակի մի հատ բառ ենք գրել, էլի գրել ենք instance-ի անուն, get հավես output համով ու instance get files, բայց նաև եթե առանց instance-ի ուղղակի գրենք folder analyzer get հավես output, սա արդեն կաշխատի։ Մինչդեռ վերևում error էր տալիս։ Հետո ոնց որ static մեթոդը ինքը պրոստը հանգիստ իր համար ֆունկցիա լինի, որը որ ուղղակի տրամաբանական կլինի, եթե ներառենք կլասի մեջ այդ կլասի հետ կապված բաների հետ է կապված։ Կլասի հետ մնացած ամեն ինչի հետ կապված է։ Բայց կլասից դուրս էլ կարող աշխատել։ Ուղղակի բերել են կլասի մեջ, որտեղ տենց ավելի տրամաբանական է։ Մի խոսքով, այդ էլ static մեթոդներ են։ Ինչ-որ հարցեր ստեղ։ Ես ճիշտ հասկացա, եթե static չգրենք ու self-ը չգրենք, error կտա։ Ոնց որ ոչ թե error կտա, այսինքն ուղղակի եթե գրենք նորմալ կլինի, բայց եթե իրան հիմա փորձենք մուտք տալ ինչ-որ, օրինակ համով գրենք։ Ինչ է լինելու, որ sense գրում էինք, ինքը ավտոմատ մի հատ աներ տալիս, մի հատ համովներ չէ տալիս։ Այստեղ այսինքն երկու արգումենտը գալու էր, չէ՞ իրան։ Երկու արգումենտ որ գար, ասել էր մի վարքյան, բայց ես մենակ մի արգումենտ եմ ընդունում։ Այսա։ Takes one position argument, but true were given։ Այդ պրոբլեմն է գալու, էլի ուղղակի։ Ինքը ավտոմատ այդ instance-ը տալիս է իրան, էլի, հիմա պետք է ասենք պետք չի instance տաս։ Ես քո հետ կապ չունեմ, ես ֆիքսված եմ, ես static եմ։ Հասկացա, մերսի։ Հա, ընդհանուր էլ է ուզում կրկնել, էլի զուտ։ Այս static մեթոդներից էլի հարցեր ժողովուրդ։
Բանի ստատիկը ատրիբուտի հետ էլ կարանք օգտագործենք։ Դե ոնց որ ատրիբուտին, որ մուտքեր տալիս, else-ի խնդիրները չեն առաջանում, էլի։ Ատրիբուտը, որ գործառույթ չունի, ասենց ասած, չես էլ կարող ասել, ես գործառույթը սրա հետ կապված է, թե նրա հետ է կապված, որ այս բանը ընդունի, այն բանը ընդունի, պրոստո մի հատ ինչ-որ արժեքազուտ, էլի։ Իրենց դեպքում մի քիչ ակտուալ չի, էլի։ Ատրիբուտների համար մենք ունենք այս class variable, instance variable, սենց տարանջատում ունենք, էլի։ Կարանք սենց գրենք ու էլ ավել բանի կարիք չկա, էլի։ Նորմալ էր։ Այո։ Լավ, եկեք ես վերջի թեման էլ ասեմ։ Այստեղ նա, որ այս ամեն ինչ անում էինք, այս մեթոդները, իրենք էլի կիրառվում էին instance-ի հետ, ոչ մի չկար, որ նվիրված էր հենց կոնկրետ կլասին։ Այս author-ը ինքը հենց կոնկրետ կլասին է վերա։ Բոլոր կլասների համար ինքը կար։ Ասենք կլասի համար հարմար բաներ կարար, էլի։ Հիմա դրա ալտերնատիվը class մեթոդների դեպքում որն է։ Մենք օրինակ կուզենանք sense մի հատ բան անել, որ հաշվենք մեր կլասից քանի անգամ են օգտվել։ Ինչ-որ միտեղ պետքա պահենք, թե քանի անգամ է աշխատացվել, չէ՞ ինքնորոն։ Հետո ամեն անգամ երբ կանչեին, +1 անենք։ Այդ հենց բան է, որ ինքը instance-ներին չի վերաբերվում։ Ինքը ուղղակի այդ instance-ների ստեղծումներին է վերաբերվում։ Դրա համար եթե մեթոդից բանից օգտվենք օրինակ, ուղղակի ինչ է ասում։ Եթե ուղղակի ատրիբուտից օգտվենք, կարանք sense վարվենք, ասենք count-ը հավասար է 0, այս init-ի մեջ գրենք folder analyzer get count plus հավասար է 1։ Ինքը ուղղակի այս folder analyzer-ի հենց count-ը 1-ով փորձի մեծացնի։ Եկեք ստեղ մի հատ գրենք get num uses, որ վերադառնում է folder analyzer get count։ Ու ինչ-որ եթե ինչ-որ հարցեր տան, ինչ-որ path կամ ինչ-որ փոքր path եւ այլն, անլուծ բաներ եմ գրել էլի։ Սա աշխատացնենք, տեսեք ինչ է։ Դեպēc 3 մինուտ։ Եթե գրենք ասենք ամեկ get num uses, այս get num uses-ը կասի, որ բան, 0 արգումենտ եմ ես ընդունում, բայց դու մենակ 1-ն ես տվել։ Չէ՞ որտեվ self-ը ավտոմատ գալիս է։ Այս բառը բարձր ժողովուրդ։ Static մեթոդ չի, ոչ մի բան չի, դրա համար ենթադրում եմ, որ պետքա self կա։ Բայց self-ը ինքը instance-ների համար է, չէ՞։ Բայց այս folder analyzer get count-ը ինքը կլասին է վերաբերվում ուղղակի։ Մենք այս երբ որ երրորդ անգամ աշխատացնում ենք ինչ-որ բան, մենք ուզում ենք իմանանք, որ ինքը երրորդն է, բայց երրորդ գործ չունի իմանալ, որ ինքը երրորդն է։ Ուղղակի մեր կլասի համար է պետք։ Հիմա ստեղ ոչ այնա ասես static մեթոդ, որովհետև ինքը կլասի հետ կապ ունի նենցը։ Ոչ էլ այնա sense թողես, որովհետև sense self-ը ուզում վերցնի։ Մենք հիմա պետք է ընդգծել, որ ասել ինքը նես չի, ոչ մեկի հետ կապ չունի։ Ինքը ուղղակի նաև instance-ի հետ կապ չունի, ինքը մենակ բուն կլասի հետ կապ ունի։ Պատկերացրեք ժողովուրդ օրինակը։ Չենք թե ինչ եմ ուզում անել։ Նորմալ է։ Դերավ։ Հիմա որ իրան տենց հենց հստակ ուղիղ տեքստով ասենք, որ սա կլասի մեթոդ է, գրում ենք այսպես, վերևում գրում ենք class մեթոդ ուղղակի։ Այս class մեթոդը ակնկալի է վերամուտքում գայս է ուղղակի մեր class-ը։ Իրան ընդունված է գրել ստեղ ուղղակի որպես CLS class-ի կարճ բանը։ Բայց իրան մեջ կարանք էլի հանգիստ գրենք ուղղակի folder analyzer get count, ու որ աշխատացնենք, տեսեք ինչ է լինում։ Հիմա այս երկուսն էլ եկան աշխատեցին, հատկապես կարևոր է ուղղակի որ այս folder analyzer-ը եկավ մեր համար նորմալ աշխատեց։ Այստեղ եթե գրենք CLS get count, իվական կարեն տեսածարկատ, էլի նույնիսկ կաշխատեր։ Այս նման է նրան, որ class մեթոդ, instance մեթոդ, որ class variable, instance variable նույնն է լինում, համ գրում ենք self get ինչ-որ բան, համ գրում ենք այդ class-ի անուն get ինչ-որ բան, նույն ձև էր աշխատում։ Սա ոնց որ գրենք չգրենք, նույն պատմությունն է լինում, էլի։ Սենց գրենք, թե նենց գրենք ավելի ճիշտ։
Կարևոր բանը այն է, որ ստեղ ես մեր կարևոր ձեռքբերումը հաղթանակը նա է, որ արդեն այս folder analyzer get-num use-ը աշխատեց։ Մինչդեռ այն ժամանակ, իհարկե, ներողություն, մի բան խաբեցի ստեղ, այն ժամանակ էլ էր աշխատում, խնդիրը դա չէր։ Այն ժամանակ չենք կարա իրան մուտք անեինք, այժմ իրան երբ որ կանչում ենք դրսից, պրոբլեմ էր տալիս, որտեղ self էր ակնկալում։ Հիմա բայց եթե իրան self տանք, այսպես անենք։ Այդ հա, ժողովուրդ կներեք, մի քիչ լավ վավրատ վստալ մոտեցա։ Հատ բացատրեցի։ Մի հատ մի բան նորից փորձեմ։ Այս get-num use-ը մենք ենք կարողանում, որտեղ ինքը ավտոմատ ակնկալում է, որ պետքա self ընդունի։ Եթե իրան self տանք ու կանչենք ուղղակի folder analyzer get-num uses, ինքը error էր կրում, ասում էր, չէ, դու ինձ պետքա self տաս։ Բայց ախր սա ոչ մի կոնկրետ բանի համար չի։ Կոնկրետ instance-ի համար չի, սա կլասի համար է։ Պետքա կարողանանք սենց գրենք։ Կուզենք կարողանանք այսպես գրենք։ Խի է բողոքում, խի չի թողում ես սենց բանալը։ Որպեսզի թողի, պետքա նշենք, ասենք, որ դու կլասին ես վերաբերվում։ Քեզ պարտադիր չի self-ը գա մուտք։ Այդպես բաների համար գալիս գնում ենք ստեղ ես մեր class մեթոդը։ Ասենք այս class մեթոդով արդեն մինչդեռ ստեղ ճիշտ է մուտքը գալիս է, բայց այդ մուտքը գալիսը եկած մուտքը կախված չի լինում մեր բանից։ Ինստանսից։ Նոր բանը ժողովուրդ կարող խառնվեցիք իրար։ Շփոթացրեցի։ Ինչ հարցեր կան, կարող եմ քո հարցնել։ Եթե դեռ կա էլի։ Այնտեղ թե չես սխալ է ասել էլի, շատ անդրամբանական բաներ ստացվում։ Դեռ այս մի քիչ արհեստական է օրինակը, բայց կարանք հետարքրացնենք մի քիչ մեր կլասը։ Նենց բան սարքենք, որ բռնի բան անի։ Վերջին օգտագործելու ժամանակը մեզ վերադարձնի։ Կարանք սենց մի հատ creation time ունենանք հավասարազրո ու հենց աշխատացնում ենք ինքը append անի այդ բայի ժամանակը datetime get-num get string format time ու ժամ վայրկյան րոպեն վերցնի ու մի հատ մեթոդ սարքենք get last usage time, որ այս CLS-ն է ընդունում, եթե CLS get creation time-ը դատարկ չի, վերադարձնում է վերջինը, եթե դատարկ է, վերադարձնում է ոչ մի բան։ Կարենք այս return none-ը image-ը չգրենք, որտեղ եթե այսպես էլ լիներ, ավտոմատ return-ներ անելու none։ Հիմա եթե սա աշխատացնենք, վերջի անգամ 449 ենք օգտագործել, մի հատ է աշխատացնենք, մի հատ էլ աշխատացնենք, հա, կներեք, այդ չի կանչել ես ոչ մի բան ստեղ, մի հատ էլ չանք որ բան անենք, ու աշխատացնենք, անց 19 է հիմա վերջի անգամ։ Սենց ոնց որ սկսես ցույց տալ, թե վերջի անգամ երբ ենք իրեն կանչել։ Նորմալ է սա ժողովուրդ։ Մի հատ ուրիշ հարցն էլի։ Որ մենք init-ի մեջ բան ենք անում, գրում ենք folder analyzer, նոր ենք տալի get ու իր այդ վերևի attribute-ն ենք տալիս։ Եթե առանց folder analyzer-ը անենք, ինքը չի հասկանա, թե սխալ կլինի։ Հա, այս լավ հարց է։ Ստեղ ոնց որ անկասելու է որ count-ի մասին է գնում խոսքը։ Այս count-ը մանա գալու բանան։ Որ global մի հատ ինչ-որ count կփնտրի, կփորձի գտնի, չի գտնի ինչ-որ global count, բայց կա folder analyzer-ի count։ Ոնց որ ինքը սենց ուղղակի count է գրված, բայց իրայությունն է, որ ինքը այս սրան պատկանող count-ն է։ Ոնց որ իրան ուղիղ չենք կարա դիմենք, էլի պետք է ասենք որտեղից եկող ինչն է, որտեղից եկող count-ի մասին է խոսքը գնում մեր մոտ։ Ու նույն կերպ բան է, էլի այս creation time-ը ու մնացած ամեն ինչը։ Այստեղ հարցն է, որ կարանք համ գրենք self get count, համ կարանք գրենք folder analyzer get count, այս ուղիղ count-ը ինքը չէ, ինքը գնալու է փորձի global ինչ-որ փոփոխական գտնի ու չկարողանա։ Okay։
Okay, իսկ եթե self get count գրենք, ինքը էլի այդ նույն folder analyzer-ի count-ը կհասկանա։ Self get count-ը կհասկանալու է self attribute-ը կարգում է դրա count-ը, որն էլ, քանի որ attribute-ը չունի առանձին count, պետք է գա լինի այս folder analyzer-ի count-ը ավտոմատ էլի։ Ոնց որ այս class attribute-ը բոլոր բաներին փոխանցվում է, էլի, բոլոր instance-ներին փոխանցվում է։ Class-ը սահմանած եթե ասել ենք կա count attribute, այդ class-ի ցանկացած օրինակ երբ որ սարքենք exemplar, իրենց համար է լինում, էլի ինքը։ Okay։ Հասկացա, այսինքն բանա, ստացվում է, որ հիմա եթե ինչ-որ պրինցիպ կա, որ օրինակ գրենք folder analyzer կամ self, թե ընդունված ձև է, թե զուտ ըստ տվյալ բանի։ Հա, ասենց ասեմ, ավելի լավ է գրենք folder analyzer get count, որտեղ ըստ տրամաբանության մենք դա ենք անում, էլի։ Մենք կոնկրետ ուղղակի բռնում ու get last time usage-նա մի հատ բան փորձենք միանգամից, նավսեկի քիչ հանգստություն պատմոտած, ճիշտ որ ասեմ։ Հա, չէ, նորմալ է։ Որտեղ եթե մենք ուզում ենք տեսնենք թե այս class-ը քանի անգամ աշխատում, այսինքն ինքը հենց կոնկրետ class-ին է վերաբերվում։ Լավ կլինի գրենք sense folder analyzer get count, որ մեզ տենց ավտոմատ երևա, որ մենք ուղղակի folder analyzer class-ի մասին ենք հետաքրքրում։ Հանկարծ չխառնենք մտածենք, կարող է self-ը count-ի հետ ինչ-որ գործ ունի։ Self-ը գործ չունի count-ի հետ, էլի class-ը գործ ունի count-ի հետ։ Զուտ շփոթություն չառաջացնելու նպատակով այլավա class-ի բանավորել, էլի։ Հասկացա։ Այսինքն դաժե մենք եթե նենց ստացվի, որ համ init-ի մեջ ունենանք count, համ էլ folder analyzer-ի մեջ, կարանք երկուսն էլ հանդիստ օգտագործենք, նրա համար գրենք self-ով, սրա համար folder analyzer-ով, ու եթե կարիք ունենք, էլի։ Հա, այդտեղ զուտ շատ զգուշ է պետք լինել, որ հանկարծ չխառնվել, որտեղ ոնց որ կարա մեկը մյուսի արժեքը հանկարծ թարմացնի չնկատենք, էլի։ Մի խոսքով պետք է մի հատ ավելի զգուշ տղան նայել, էլի, կարանք փորձենք նայել, կամ փորձես եթե չստացվի խաբար անես, բայց հա, տեսականորեն չի արգելվում, ուղղակի վստահ չեմ, էլի, որ երկուսն էլ լրիվ ճիշտ արժեք կպահեն, վախենում կարա մեկը մյուսին խանգարի։ Զուտ լավ չեմ կընտրանում, էլի, որ միանգամից ասեմ կլինի տես թե չէ, պետք է փորձել։ Okay, merci շատ։ Կարս նայես, եթե ինչ-որ պատասխանի չկաց գրես, ես էլ նայեմ։ Ու հաջորդ դասին օրինակ կամ հաջորդ դասերից մեկում այ ճիշտ պատասխանեմ, հələ մինչև հաջորդ դասը էլի պարտքեր չեմ պատմել ձեզ։ Այո, ժողովուրդ, ստեղ այս երկու օրինակը որ բերեցի, իրենք իրականում մեծամասամբ արհեստական օրինակ են, ու իրենց նպատակը ուղղակի ցուցադրելն էր, թե ոնց է աշխատում։ Այս class մեթոդների շատ մեծ կիրառություն այնա, որ մենք ուզում ենք մեր init-ը, ոնց որ ինիցիալիզացիա որ անում ենք, կարողանանք տարբեր ձևերով ինիցիալիզացիա ունենք։ Այդպես ուզում ենք մարդուն ճանաչենք տեղը բերենք, ինքը կարողանա համ ասի ուղղակի անուն ազգանունը իր, համ կարողանա օրինակ ասի իր բան, սոցքարտի համարը, այտենց երկու տարբեր ձևով իրան տեղը բերենք, կամ գա ասի իր սիրած կենթանու անունը, սիրած միրգը, սիրած այս ինչ եւ այլն, ըստ դրա իրան տեղը բերենք։ Այսինքն կարողանանք տարբեր ձևերով կատարենք ինիցիալիզացիաները, որ ասենք, ահա, այս մարդը սա է ու իր համար աշխատացնենք։ Երբ որ init ենք գրում, մենակ մի հատ մեթոդով սահմանափակված ենք, էլի, մենակ init-ում ինչ-որ մի բան գրում ենք ու վсё, էլի։ Կարելի է խորանալ օրինակ բռնել ասել, եթե օրինակ բան եկել է մուտքում թիվ, ուրեմն սոցքարտով է արած ու կիրառել այդ սոցքարտով մարդուն տեղը բերելու մեթոդները։
Եթե գրած օրինակ մի հատիկ բառ, ուրեմն երևի ասել է իր անուն ազգանունն է։ Ու տենց ինչ-որ մի ձև կարանք խառախշտիկ կոդերով տակից դուրս գանք։ Գուցե ինչ-որ դեպքերում ընդհանրապես չկարանանք, որտեղ ոչ մի if չլինի, որ մեկը մյուսից կառանձնացնի։ Մի խոսքով, մենակ մի հատիկ մեթոդ ունենք ու դա մեզ բավականին սահմանափակում է։ Կարանք փորձենք սարքել էլի մեթոդներ։ Պատկերացրիք ժողովուրդ մոտիվացիա խնդիրը։ Լայքեր։ Բարի, այս կարգինի օրինակով եթե նայենք, մենք այստեղ մուտքում կստանում ենք բան։ Համար դերասաններ ու տեքստ, ունենք ինչ-որ նկարել մեթոդ օրինակ, ու այս մեր ինֆոն մենք կարենք բան անենք։ Պատկերացնենք, որ ոչ թե գալիս էր self-get համար դերասանները որպես միանգամից տեքստ ու բան, այս մեր ամբողջ տեքստը, այլ ենթադրենք կար մի հատ ցուցակ, որտեղ որ առաջի էլեմենտը բանն էր, համարն էր, երկրորդ էլեմենտը դա դերասաններն էին ստորակետով բաժանված, երրորդ էլեմենտը այս մեր տեքստն էր։ Հիմա եթե սա ուզենանք բան անենք, ինիցիալիզացիա անենք սրանով, պետքա սենց գրենք, չէ՞։ Ասենք կարգին հաղորդում, հետո պետքա տանք համարը, գրում ենք info 0, հետո պետքա տանք դերասաններին, գրում ենք info 1, get split ստորակետ, հետո պետքա տանք տեքստը, գրում ենք info 2, չէ՞։ Այսպես մի հատ բան էր դառնում։ Նորմալ աշխատում է։ Բայց մենք հիմա 0-ով կոդ գրեցինք, որ այս լիստը ջարդի ու էլի հին ձևով բերի, էլի։ Այդ ոնց որ 0-ով գնանք մարդու սոցքարտով ճշտենք անուն ազգանուն ու էլի ուղղակի անուն ազգանուն տանք, սենց չեղավ ինչ-որ նոր ձևով մարդուն ճանաչել։ Որպեսզի իրանք կարողանանք նաև այս լիստով ճանաչել, կարանք գանք ու ստեղ սարքենք մի հատ սենց մեթոդ, ասենք from list, օրինակ, ինքը class մեթոդ է, չէ՞, որտեղ ինքը կոնկրետ class-ի վերաբերյալ է։ Այս կարգին հաղորդում օբյեկտին է վերաբերում, ոչ թե ինչ-որ օրինակին, հենց օրինակ սարքելու նպատակով արվող բանը։ Այսինքն class մեթոդ է, քանի որ class մեթոդը սկզբում գրում ենք CLS, ասում ենք def from list, ու թող լինի ստեղ CLS ու մեր info։ Այս class-ի մեջ մենք գրենք, ասենք, վերադարձրու, այստեղ ոնց ենք վարում, գրում ենք info 0, info 1 get split, info 2, չէ։ Այստեղ գրենք, ասենք, որ վերադարձրու այս մեր նույն class-ը, այս մեր նույն կարգին հաղորդում օբյեկտը։ Ուղղակի գրելով բան, info 0, info 1 get split ու info 2։ Այս կերպ, երբ որ մենք սա աշխատացնենք, սրա վրա էլի init-ն է աշխատելու, էլի մենք գալու է կարգին հաղորդումի օբյեկտ, բայց այս անգամ մենք այս մեր կարգինը սարքեցինք, ուղղակի գրելով կարգին հաղորդում get from list info։ Նորմալ է ժողովուրդ։ Այս արդեն օգտակար բան է։ Այստեղ մեկ հարմար է լինում մի ձև սահմանել, մի հարմար լինում ուրիշ ձև սահմանել ու լավ է էլի, որ տարբերակներ ունենաս։ Այս մի բանը ինքը իսկականից օգտակար է էլի, այն մեկը հազիվ թե տենց բան անք, էլի ճիշտն ասած։ Էլի հարցեր ժողովուրդ։ Հիմա եթե ուզենանք այդ օրինակով, չգիտեմ, ինչ-որ կոնկրետ մի բանով իրան գտնենք, ոչ թե, այսինքն կամ անունով, կամ, չգիտեմ, այդ ID-ով, կամ եւ այլն, այդ ոնց ենք կազմակերպելու, որ այդ կամերը լինի։ Հա, այստեղ ոնց որ առանձին class-ներ ենք սարքելու, ասում ենք մի հատ class մեթոդ, def get from id, այս get-ով գրեցի, զոտոր այս from-ի վրա չկենտրոնում է, ինքը ընդունում է CLS ու համար է իրա, ու return ենք անելու, ամեն մի բան։ Որ օրինակ ինչ-որ տարբեր բաներից օգտվում ենք, ինքը մենք համ կարող ենք տանք, չգիտեմ, իրան ինչ-որ
տարբեր բաներ վերցնենք, չգիտեմ, օրինակ ինդեքսը կամ եսի ինչը, կոպիտ ասած, եթե ինքը կլասը այս ձևով արած, հա, որ մենք գրում ենք իր անունը, get ու այդ մեթոդը ինքը այդ ձևով է իրան ասած գտնում վերում ինդեքսով, ոչ թե խոսքի, չգիտեմ, value-ով կամ բանով։ Մի քիչ ոնց որ թե այդքան հասկացա, միակ հարցը էս ինիցիալիզացիան էլի այս դեպքում։ То есть init-ին արգումենտները ոնց է տալիս, էլի։ Այդ բանը օքեյ է, չէ՞։ Հա, նկատի ունեմ օրինակ բանը, այդ ենթադրենք բառարանները, անգլերեն մոռացած։ Dictionary-ները, հա։ Dictionary-ները։ Իրանց մենք կարող ենք համ ինդեքսով դիմենք մեզ վերադարձնի, համ բանով։ Ու ինդեքս եմ ասում գրենք համ k-ով, համ value-ով։ Ստացվում է, որ իր կլասի մեջ սենց ինչ-որ մի բան արած, որ ոնց որ որներ տանք ինքը մեզ։ Հա, ճիշտ եմ ասում։ Բայց մենք dictionary-ին մենակ key-ով կարանք ստանանք։ Այսինքն եթե ստա գրած A3, մենք կարանք գրենք մենակ ուղղակի D, ասենք դեն հավասար է սրան, մենք մենակ կարանք գրենք սենց D A։ Այս 3-ը չենք կարա, 3-ով չենք կարա դիմենք ու անց ստանանք, էլի։ Նկատի ունեմ մենք տարբերակ որ բոլոր չգիտեմ value-ները օրինակ վերցնենք։ Հա, ասենք d get keys, d get values։ Ահա։ Հա, այս սրանք ուղղակի բան են, զուտ մեթոդներ են, էլի, որ մեկը վերադասնում է սրանց արժեքները, մեկը սրանց արժեքները, էլի, սրանք այտենց բան չեն, էլի, ստեղծման պահի հետ ոչ մի կապ չունեն։ Ուղղակի տենց ելքը հարմար տեսքով ստանալու համար, այս արժեքները հարմար տեսքով ստանալու համար մեթոդներ են, էլի։ Նորմալ էր։ Այս սրանք հենց արդեն իրանք class մեթոդ չեն, իրանք instance մեթոդ են, որովհետև այս արժեքները, ասենք այս am ու բանը, իրանք կոնկրետ ինչ-որ d-ի համար են, էլի։ Հստակ օրինակի համար են իրանք։ Հա, հասկացա։ Շատ լավ, շատ լավ։ Ժորդ, այսքանն էլ իմ նյութը։ Եկեք այս բովանդակությունն բացեմ, նայեք տեսեք ինչ հարցեր կան։ Չեմ սխալվում 25, Եթե հարցեր չկան, արդեն այսօր կանջատվենք։ Նոր տնային ունենք մենք այս թեմայից բացի այն առաջադրանքը։ Բացի առաջադրանքից ու տնայինից, որտեղ profound-ում այսպես թեմաներով բաներ կա արդեն, ոնց որ բան չի։ Միջին մակարդակի բան չի, էլի։ Սրանք երևի ապագայում profound-ի Python-ի advanced-ում են լինելու, բայց հələ դեռ միջինն է դաժե կիսատ։ Այս միջինն էլ է, էլի ավելանալու ժամանակի հետ։ Չէ, ինչ որ նոր տնային չէ։ Եթե ժամանակ կա, այս առաջինն է կարինը, էլի, մենք ստեղ, եթե չեմ սխալվում, ամեն ինչ, եթե չէ մի պստիկ բան, բացի պստիկ բանից ամեն ինչ արել ենք, այդ պստիկ բանն էլ կարդալով էլ էլի հեշտ հասկանաք, կարելի է սա լրացնել մեկ էլ։ Բայց ուրիշ տնային չէ, ինչ որ սաղ տնայինները պստնելը արդեն լավ հաջող կլինի, էլի։ Ժորդ, մեկ այս մոդուլների տնայինի մեջ ես ուշադիր չէ, այստեղ ինչ որ բաներ կա, որոնք որ մենք ինչ որ կոնկրետ գրադարաններ են սովորում, մենք CSV գրադարան բան։ Դրանք դրանց զուտ բոնուսային վարժություն են, ըստ նայեք, էլի։ Իրանք տենց շատ էական չեն, էլի։ Այս տվյալների վերլուծությունն օրինակ։ Մենք օրինակ այսպես կոնկրետ CSV-ի հետ կապված, հետո ուրիշ գրադարան ենք հասնում, շատ ավելի հարմար է CSV-ի հետ աշխատում։ Այստեղ այս վարժությունը այն պրինցիպով է տրված նաև, որ պետք է Google-եք, էլի, օրինակ, այս CSV-ի հետ կապված թե ոնց աշխատի։ Լավ նշած չի, էլի, որ սա պետք է Google-եք։
մենակ սրա տեքստը ընդհանրապես հետք չէ, էլի, որ ստացվի լուծել։ Բայց այս exceptional inheritance class-ը դրանների հետ կապված պետք է ոչ մի տենց կիքսեր չլինեն։